Խիտ ձյան փաթիլները անաղմուկ ընկնում էին խրճիթի տանիքին, ծածկելով այն։ Քամին ոռնում էր ծառերի միջով, թափահարում էր ձյունացած գեղևնիների ճյուղերը և փորձում էր ներս թափանցել պատուհանների ճեղքերից։ Բայց ներսում տաք էր, փայտի, կարտոֆիլի ապուրի և մանկական մատիտների հոտեր տարածված։ Մարիամը նստած էր վառարանի մոտ, կարկատելով հին ձեռնոցը, իսկ 8-ամյա Անահիտը հատակին նստած գունավորում էր թղթի վրա նկարած ձյուկը։ Երեկոյի լռությունը ընդհատվում էր միայն կրակի ճռճռոցով և մոր երկար նահանջող հառաչանքներով։ Նրանք արդեն 3 տարի էին ապրում երկուսով, այդ ժամանակից, երբ Արամը, նրա ամուսինը, մեկ օր գնաց Ռուսաստան աշխատանքի որոնման և այլևս չվերադարձավ։ Մարիամը երկար ժամանակ չէր հավատում, հետո զայրանում էր, հետո դադարեց սպասել։ Մնաց խրճիթը, աղջիկը և թաքունուժը, որը նա իր մեջ ոչ շուտ բացահայտեց։ Հեռու Սյունիքի լեռներում, որտեղ ձմեռները երկար են, իսկ հարևանները տասնյակ կիլոմետրերի վրա, նրանք գոյատևում էին, պահելով հավեր, մի քանի այծ։ Երբեմն հաջողվում էր պանիրը փոխանակել գյուղում հացահատիկի հետ։ Գիշերը մոտենում էր, երբ Պուկն ուշ գնացավ։ Մարիամը նայեց պատուհանից։ Սպիտակ վարագույրի հետևում անգամ ամբարը չէր երևում։ Նա մոտեցավ դրանը, ստուգեց կողպեքը և գցեց փագանը։ Սովորություն, որ դարձել էր ծես։ «Մամ, պատմիր հեքիաթ», խնդրեց Անահիտը, արդեն հորանջելով։ «Միայն կարճ», պատասխանեց Մարիամը, ծածկելով նրան վերմակով։ «Վաղը առավոտյան շուտ պիտի վեր կենենք, այցերին կեր տալու»։ Եվ այդ պահին հնչեց թակոց, ուժեղ, կարճ, կարծես մեկը ձեռքով մեկ անգամ հարվածեց։ Հետո նորից։ Մարիամի սիրտը սեղմվեց։ Նա շրջվեց դեպի դուռը և մի պահ քարացավ։ Չի կարող լինել։ Ոչ մի մարդ նման բոքի մեջ դուրս չէր գա տնից։ Թակոցը կրկնվեց, արդեն համար։ Մարիամը արագ մոտեցավ Անահիտին և շշնջաց. «Ոչ մի ձայն, նստիր այստեղ»։ Նա վերցրեց որսորդական հրացանը, չլիցքանորված, բայց բավականին ահեղ տեսքով։ Մոտեցավ դրանը։ Դրսում միայն քամու ոռնոցն ու ձյան խուլ թափումը։ «Ո՞վ է այնտեղ», գոչեց նա։ «Խնդրում եմ», լսվեց տղամարդու ձայն, խեղդված ու կիսատ։ «Աղաչում եմ, թող գոնե մեկ գիշեր»։ Մարիամը անմիջապես չբացեց։ Նա գիտեր բարի մտադրությունները հազվադեպ են շրջում ձյունացած անտառում, բայց այդ ձայնում կար մի բան, ոչ սպառնալիք, ոչ վստահություն, այլ մարդկային հուսահատություն։ Նա հետ քաշեց փականը, բացեց դուռը շղթայով։ Նրա առաջ կանգնած էր տղամարդ, ամբողջովին ձյան մեջ, դեմքը կարմրած սրտից, շուրթերը չակած, ձեռքերը դողում էին։ Վրան բարակ վերարկու էր, բոլորովին ոչ ըստ եղանակի, և բրդե շարֆ, ձյունից կպչած։ Կոշիկները պատված էին սառույցի կեղևով։ Նա բռնել էր դռան շեմը, կարծես հիմա պիտի ընկներ։ «Խնդրում եմ», շշնջաց նա, «ապաստան տվեք, միայն այս գիշեր»։ Մարիամը գնահատեց նրան հայացքով։ Բարակ, մոտ 40 տարեկան, այտերը փոս ընկած, աչքերը մուգ, դոպրակներով։ Դրանցում չկար չարություն, բայց կար ուրիշ բան՝ բարդ, խոր, ցավ և մի բան էլ, որ նա չկարողացավ ճանաչել։ Նա բացեց դուռը լայն։ Տղամարդը ներս մտավ, հազիվ հավասարակշռությունը պահելով։ Նա հանեց թաց ձեռնոցները և նայեց նրան։ «Շնորհակալություն»։ Անահիտը վազեց անկյունից և կանգնեց մոր կողքին։ Նա մեղմ հարցրեց. «Նա մեզ հետ կգիշերի»։ «Միայն այս գիշեր», պատասխանեց Մարիամը, նայելով հյուրին։ «Վաղը առավոտյան նա կգնա»։ «Ես վահե եմ», ասաց տղամարդը, փորձելով ժպտալ։ «Մեքենաս փչացավ մայրուղում, գնում էի ճանապարհով, մոլորվեցի»։ Նա նստեց վառարանի մոտ, մեկնեց ձեռքերը դեպի ջերմությունը։ Մարիամը նկատեց, թե ինչպես նա սարսռում էր յուրաքանչյուր փայտի ճռճռոցից։ Անահիտը բերեց նրան տաք ջրի բաժակ։ Վահեն շնորհակալություն հայտնեց մեղմ գլխով։ Չնայած հոգնածությանը, նրա շարժումներում զգացվում էր զուսպ նրբագեղություն։ Նա հանեց վերարկուն, կախեց այն, շարֆը դրեց աթոռին, ոչ թե որպես սովորական ճամփորդ։ Մարիամը նկատեց դա, բայց դեռ լռեց։ «Քեզ համար մի քիչ ապուր կպատրաստեմ», ասաց նա։ «Դուք չափազանց բարի եք, չեմ ուզում ծանրաբեռնել ձեզ»։ «Նման գիշերը մարդուն դրսում թողնել չի կարելի», չոր ասաց նա։ Վահեն նայեց նրան։ Նա հանդիպեց նրա հայացքին ուղիղ, հաստատ, և նա առաջինը շեղեց աչքերը։ Անահիտը գնաց քնելու։ Մարիամը Վահեի առաջ դրեց ապուրի աման և հացի կտոր։ Նա ուտում էր դանդաղ, շնորհակալությամբ։ Դրսում քամին շարունակում էր ոռնել, բայց ներսում խրճիթում հաստատվեց տարօրինակ լռություն, լարված, գրեթե կանխազգացական։ Վահեն բարձրացրեց հայացքը։ «Շնորհակալություն, ես սա չեմ մոռանա»։ «Կտեսնենք», պատասխանեց նա, և հանգցրեց ավելորդ լույսը։ Ձյունը շարունակում էր թափվել, իսկ խրճիթի խորքում ինչ-որ բան աննկատ փոխվեց։ Կարծես հենց գիշերը, ներս թողնելով անծանոթին, իր հետ բերեց ոչ միայն ցուրտ։ Այդ գիշեր Մարիամը վատ քնեց։ Նույնիսկ այն բանից հետո, երբ համոզվեց, որ բոլոր դռները փակ են և դանակը դրեց բարձի տակ, նրան անհանգստացնում էր անծանոթի ներկայությունը։
Նա պառկած էր, լսելով յուրաքանչյուր ձայն. փայտի ճռճռոցը, վարարանի ածուխների մեղմ ճռճռոցը, աղջկա շնչառությունը։ Ամեն ինչ տեղում էր, բայց նրա գիտակցությունը չէր ուզում հանգստանալ։ Բնական զգուշությունը, տարիների միայնակ կյանքի ընթացքում սրված, չէր թողնում նրան մոռացվել։ Նրան չէր լքում զգացումը, որ Վահեն այն չէ, ինչ իրեն ներկայացնում է։ Առավոտյան խրճիթը լցվեց գունատ լույսով, որը թափանցում էր ձյան վարագույրից։ Վարարանը գրեթե մարել էր, եւ Մարիամը առաջինը վեր կենալով փայտեր գցեց։ Մի քանի րոպեից ջերմությունը վերադարձավ տուն, լցնելով օդը եղևնու եւ ծխի հոտով։ Անահիտը արթնացավ սովորականից շուտ։ Աղջիկը ինչպես միշտ ցույց չէր տալիս վախ, բայց Մարիամի հետաքրքրասեր աչքերը անընդհատ փնտրում էին Վահեին։ Նա քնած էր դիվանի վրա, փաթաթված վերմակով, որ Մարիամը թողել էր նախորդ գիշեր։ Նրա դեմքը հանգիստ վիճակում ավելի երիտասարդ էր թվում, բայց նույնիսկ այդպես վստահություն չէր ներշնչում։ Հագուստը թեև պարզ մաքուր էր, գրեթե նոր։ Մարիամի հայացքը սահեց նրա կոշիկների վրայով։ Դրանք չէին նմանվում այն մարդու կոշիկներին, որ մի քանի կիլոմետր անցել էր ձյան միջով։ Վահեն արթնացավ, երբ տապակած հացի եւ սուրճի հոտը լցրեց խրճիթը։ Նա նստեց, հագավ գուլպաները եւ նայեց շուրջը, կարծես ստուգելով ամեն ինչ տեղում է։ Բարի լույս, մրմնջաց նա, հանդիպելով Մարիամի հայացքին։ Լույս, պատասխանեց նա անտարբեր։ Շնորհակալ եմ գիշերակացի համար, չէի սպասում, չգիտեի ուր գնալ։ Նա խոսում էր հանգիստ, փորձելով չթված անրաբեռնող։ Անահիտը նրա առաջ դրեց շիլայի ափսե եւ նստեց կողքին, բացահայտ հետաքրքրությամբ նայելով։ Դու միշտ այսպես ես ասում, երբ մոլորվում ես, հարցրեց նա։ Անահիտ, խիստ ասաց Մարիամը, լրացուցիչ հարցեր մի տուր։ Վահեն թեթև ժուպտաց, բայց չպատասխանեց։ Նա ուտում էր դանդաղ, կարծես վայելելով յուրաքանչյուր գդալը։ Մարիամը հետևում էր նրան։ Շարժումները ճշգրիտ էին, գրեթե վարժեցված։ Մարդը, որ ըստ իր խոսքերի մոլորվել էր, չէր ուտում ինչպես հյուծված մեկը, այլ ինչպես այն, ով սովոր է չափված ռիթմին։ Նախաճաշից հետո նա մոտեցավ պատուհանին եւ նայեց դուրս։ Բուքը կարծես հանդարտվում էր։ Կարծում եմ շուտով կկարողանամ հասնել Մայրուղուն եւ մեքենա բռնել։ Մայրուղին 7 կիլոմետր է այստեղից, ասաց Մարիամը։ Այս եղանակին քեզ բախտ է բերել ողջ մնալու։ Ես պարզապես գնացի էլեկտրագծերի երկայնքով, մտածեցի դրանք տանելու են դեպի բնակավայր, թվում է ստացվեց։ Այդ գծերը վաղուց չեն սպասարկվում։ Զարմանալի է, որ այստեղ հայտնվեցիր, ասաց նա չթաքցնելով իր հեգնանքը։ Վահեն լռեց, կարծես բառեր էր ընտրում։ Հետո նստեց եւ հանեց վերարկուի ներքին գրպանից սառած ձեռնոցները, սկսեց չորացնել վարարանի մոտ։ Ես հաճախ այսպիսի վայրերում չեմ լինում, խոստովանեց նա։ Սովորաբար քաղաքում եմ ապրում։ Աշխատանք, աղմուկ Երևանում, նետեց նա ամփույթ։ Վահեն արագ նայեց նրան եւ հազիվ նկատելի դադարն ամեն ինչ բացահայտեց։ Այո, մոտավորապես։ Ես հաճախ տեղափոխվում եմ։ Հիմա ամեն ինչ բարդ է։ Չեմ ուզում մանրամասնել։ Նրա ձայնում հնչեց հոգնածություն, բայց Մարիամին դա չազդեց։ Նա կարողանում էր տարբերել իրական ցավը դերասանական ինտոնացիայից։ Իսկ Վահեի խոսքը չափազանց հաշվարկված էր։ Նախաճաշից հետո Վահեն առաջարկեց օգնել տնտեսության գործերում։ Նա ջուր բերեց աղբյուրից, մաքրեց ձյունը մուտքի մոտ, ճանապարհը մինչև ամբար։ Թվում էր սովորական գործողություններ են, բայց Մարիամին անհանգստացնում էր նրա շարժման ձևը։ Նա աշխատում էր անփորձի պես։ Ձեռքերը փափուկ էին, խնամված, առանց ծանր աշխատանքի հետքերի։ Նա ամեն ինչ անում էր կարծես առաջին անգամ գործիք էր բռնում։ Երբ նա հանեց վերարկուն, որ չքրտնի, Մարիամը կախեց այն դռան մոտ։ Մինչ Վահեն դրսում էր, նա աննկատ դիպավ ներքին գրպանին։ Ոչինչ, բայց նրա ուշադրությունը գրավեց կարված նշանը, հայտնի երևանյան ատելյեի, որտեղ նույնիսկ պարզ վերարկուն արժեր մի քանի ամսվա աշխատավարձ։ Երեկոյան նրանք նստած էին համեստ ընթրիքի շուրջ։ Վահեն նորից լուր էր։ Նրա հայացքը ժամանակ առ ժամանակ կանգնում էր Անահիտի վրա։ Ոչ թե վտանգով, այլ ավելի շուտ զարմանքով, կարծես նա վաղուց չէր տեսել երեխաներ։ Աղջիկը անընդհատ նայում էր նրան, կարծես փորձում էր լուծել հանելուկը։ Դու երեխաներ ունես, հանկարծ հարցրեց նա։ Վահեն իջեցրեց հայացքը ափսեի վրա։ Այո, բայց այլևս չկան։ Այսինքն եղել են, Մարիամը միջամտեց։ Իսկ աշխատանքդ ո՞րն է։ Հիմա ոչ մեկը։ Արձակուրդ, այսպես ասած, իսկ մինչ այդ նա ձևացրեց, թե չի լսել, ապա կարծես մտորումների մեջ ասաց. ֆինանսներում աշխատում էի թղթերի թվերի հետ, չափազանց ընդհանուր պատասխան։ Մարիամը հասկացավ, որ նա դիտմամբ է հեռանում թեմայից, բայց չհամառեց։ Ուշ երեկոյան, երբ Անահիտն արդեն քնած էր, իսկ Մարիամը խոհանոցում հավաքում էր, նրան թվաց, թե պատուհանի հետևում շրշյուն լսեց։ Նա մոտեցավ, բարձրացրեց վարագույրը։ Ոչինչ, գիշերվա սպիտակություն եւ անտառի սևություն։ Նա շրջվեց եւ հասկացավ, որ Վահեն սենյակում չկա։
քայլերի ձայն չէր լսվում, սիրտը սեղմվեց, նա մոտեցավ դրանը, այն կիսաբաց էր, դուրս վազելով նա նկատեց նրա ուրվագիծը բակի ծայրում, նա կանգնած էր կողքով, ձեռքը ականջին, այստեղ հեռախոսը չի բռնում, բայց նա խոսում էր մեղմ հստակ, նա ինչ-որ մեկին հրահանգում էր, ոչ, դեռ շուտ է, ես մնում եմ, այո, նա չի կասկածում, աղջիկն էլ, Մարիամի սիրտը սառեց, նա լուր վերադարձավ ներս, փակեց տուղը, գլխում պտտվում էին մտքեր, նա ստում է, սա խաղ է, նա մոլորված չամփորձ չէ, նա ինչ-որ բան է թաքցնում, Վահեն վերադարձավ մի քանի րոպե անց, նրա տեսքը հանգիստ էր, կարծես պարզապես աստղերին էր նայում, այնտեղ զարմանալիորեն մաքուր երկինք է, ասաց նա, քաղաքում նման բան չես տեսնի, այստեղ շատ բան այլ է, պատասխանեց Մարիամը, հատկապես երբ դու հյուր չես, այլ տանտիրուհի, Վահեն գլխով արեց, բայց նրա աչքերում ստվեր անցավ, Մարիամը հասկացավ նա գիտի, որ ինքը լսել է, բայց ոչ ոք ոչինչ չասաց, այդ գիշեր տանը ոչ մի բառ չասվեց, բայց լռությունը ավելի բարձր էր, քան բոլոր խոստովանությունները, նոր օրվա գալուստով տունը կրկին լցվեց կյանքով, Անահիտը ինչպես միշտ արթնացավ առաջինը և սկսեց նկարել, պատուհանի մոտ նստած։ Գիշերվա ընթացքում ձյունը չդադարեց, բայց դարձավ մեղմ, նստելով բարակ, գրեթե աննկատ շերտով այն ամենի վրա, ինչ արդեն ծածկված էր սպիտակությամբ։ Խրճիթում տաք էր, բայց ոչ հարմարավետ։ Մարիամը զգում էր լարվածություն, որը կարծես կախված էր օդում, ինչպես ծուխը, անտեսանելի, բայց զգալի։ Վահեն արթնացավ ավելի ուշ, մտավ խոհանոց, հագած տնային վերնաշապիկը, որ նա տվել էր նախորդ օրը, և սկսեց օգնել նախաճաշի պատրաստմանը, կարծես դա բազմիցս արած լիներ։ Նա ճարպկորեն մատուցեց բաժակները, լցրեց եռացրած ջուրը, հանեց հացը և ճշգրտորեն կտրեց։ Բայց հենց այդ ճարպկությունն էր, որ անհանգստացրեց Մարիամին։ Նա ամեն ինչ անում էր այնքան ճշգրիտ, այնքան հաշվարկված, կարծես այստեղ ապրել էր տարիներով, կամ ավելի շուտ սովոր էր հարմարավետությանը, որտեղ իրեն սպասարկում են, ոչ թե ինքն է հոգ տանում իր մասին։ Նա դիտում էր, թե ինչպես է նա պահում դանակը, ոչ թե գյուղացի մարդու պես, ուժով և անփութությամբ, այլ զգուշավոր ճշգրտությամբ, կարծես սովոր էր թանկ ռեստորանների սպասքներին։ Նա ոչ թե պարզապես հաց էր կտրում, այլ դնում էր կտորները խիստ նույն անկյուններով ափսեի վրա։ Եվ սա ոչ թե ճշգրտության հետևանք էր, այլ սովորություն։ Նախաճաշի ժամանակ նա կրկին լուռ էր, Մարիամը դեռ հարցեր չէր տալիս, բայց նրա գլխում արդեն կուտակվում էր անհամապատասխանությունների ցուցակ։ Նա հիշում էր, թե ինչպես նա մտավ խրճիթ այն գիշեր, սառած, բայց ոչ հյուծված։ Նա թվում էր այնպես, կարծես նրան հենց նոր մեքենայից իջեցրել էին տան մոտ 300 մետր հեռավորության վրա։ Եվ թեև նա ասում էր, որ մոլորվել է, նրա կոշիկները գրեթե մաքուր էին, ոչ սառած, ինչպես այն մարդու, ով ժամերով թափառում է ձյան մաջ։ Զարմանալի էր, որ նա դա նկատեց միայն հիմա։ Նախաճաշից հետո Վահեն առաջարկեց մաքրել հատակը և օգնել փայտերով։ Անահիտը ուրախությամբ ուղեկցեց նրան դուրս։ Մարիամը մնաց ներսում, բայց լսելով, թե ինչպես աղջիկը ծիծաղում է, նայեց պատուհանից։ Վահեն ցույց էր տալիս Անահիտին, թե ինչպես ավելի լավ պահել փայտը վառելու ժամանակ, և նա ծիծաղում էր նրա անճաշակ փորձերից։ Տեսարանը գրեթե հմայիչ կլիներ, եթե չլիներ ներքին անհանգստությունը, որ չէր թողնում Մարիամին։ Նա վերադարձավ տուն և սկսեց հավաքել սպասքը։ Նրա վերարկուն ինչպես երեկ կախված էր դռան մոտ։ Մարիամը չդիմացավ, մոտեցավ և շոշափեց գրպանները։ Ոչինչ։ Հետո նրա հայացքը ընկավ թևատակերին։ Ճշգրիտ կարեր, առանց մաշվածության հետքերի։ Բայց ամենակարևորը եղունգները։ Նա հիշեց, թե ինչպես է նա պահում էլ բաժակը։ Եղունգները մաքուր էին, խնամված, առանց կեղտի, առանց վնասվածքների։ Ոչ այն մարդու ձեռքերը, ով վերջերս մեքենայի շարժիչի մեջ էր խառնվել կամ թափառում էր անտառում։ Նա չէր թվում թափառական, և եթե նույնիսկ նա փախուստինը չէր, ապա ումից և ինչու։ Երբ Վահեն վերադարձավ տուն, նրա մեջ այլևս չկար այն խոնարհությունը, որ կար առաջին գիշեր։ Նա իրեն ավելի վստահ էր պահում, շարժվելով ինչպես մարդ, ով ոչ միայն ընդունված է, այլ արդեն հարվարված է տարածքին։ Շնորհակալ եմ օգնության համար, ասաց Մարիամը, դիտելով, թե ինչպես նա կախում է ձեռնոցները վառարանի մոտ։ Ինձ համար դժվար չէ, դուք արդեն ինձ ընդունել եք։ Դու լավ ես վերաբերվում երեխային, նկատեց նա, լսելով ինքն իրեն։ Ես ունեի զարմիկ, շատ վաղուց։ Նա լռեց, կարծես հիշողությունը ցավոտ էր։ Մարիամը ոչինչ չպատասխանեց։ Նա որոշեց փոխել մարտավարությունը։ Փոխարենը ուղղակի հարցերի դիտարկում, փոքր բաների ստուգում։ Ավելի ուշ նա սեղանին դրեց հին լուսանկարների ալբոմ։ Վահեն նայեց, և նրա արձագանքը ակնթարթային էր, թեթև լարվածություն ուսերին, հայացքը ոչ թե անփույթ, այլ կարծես ինչ-որ բան որոնող։ Սա դու ես աղջկադ հետ, հարցրեց նա ցույց տալով նկարին։ Այո, իսկ սա իմ հայրն է, նա կառուցեց այս խրճիթը։ Վահեն թեքվեց մոտ, և Մարիամը նկատեց, որ նա պահում է իրեն փոքրինչ հանու, չդիպչելով, թեև կարող էր։ Նա հիշեց, թե ինչպես են արձագանքում մարդիկ, ովքեր մեծացել են պարզ ընտանիքներում։ Նրանք չեն վախենում կեղտոտել,
Չեն պահպանում ալբոմները որպես թանգարանային նմուշներ։ Վահեն սակայն զգուշավոր էր, սանձված։ Նա այս աշխարհից չէր, ոչ գյուղից, ոչ էլ այն մարդկանցից, ովքեր պատահաբար հայտնվում են անտառում։ Ավելի ուշ, երբ Անահիտը անկյունում նկարում էր, Վահեն նստեց պատուհանի մոտ գտնվող աթոռին, եւ Մարիամը կարծես պատահաբար հարցրեց. «Դու ասացիր, որ ֆինանսներում էիր»։ Որտեղ էիր հենց աշխատում։ Նա դադարեց։ Փոքր խորհրդատվական գործակալություն, ոչինչ առանձնահատուկ, նախագծեր, հաշվետվություններ, իսկ ղեկավար էր։ Նա լռեց, ապա ուսերը թոթվեց։ Չեմ կարծում, որ դու ճանաչում ես։ Չափազանց ընդհանուր պատասխան։ Կրկին։ Մարիամը մտածեց. գուցե նա իրեն ստուգում է, ինչպես ինքը նրան։ Երբ օրը մոտենում էր երեկոյին, Վահեն դուրս եկավ բակ եւ մնաց ավելի երկար, քան սովորաբար։ Մարիամը օգտվելով պահից կրկին մոտեցավ վերարկուին։ Նա գիտեր, որ նախկինում ինչ-որ բան բաց է թողել, եւ հանկարծ նրա մատները շոշափեցին ներքին գրպանը, գաղտնի փականով։ Նա շրջեց կտուրը եւ տեսավ պլաստիկ քարտ, ոչ թե բանկային, այլ անցագիր, սև արծաթագույն գծով։ Ընկերության լոգո, գրություն, Բարինյան Վահե, ներքևում նույնականացման համար։ Նա քարացավ. Բարինյան, այս ազգանունը նրան ծանոթ էր։ Շատ ծանոթ։ Մի շաբաթ առաջ, երբ նա գյուղի խանութում էր, լսեց, թե ինչպես ռադիոյով քննարկում էին։ Անհետացել է երևանյան ձեռնարկատեր Վահե Բարինյանը, բազմամիլիարդանոց կորպորացիայի ժառանգորդը։ Նրա գտնվելու վայրը անհայտ է։ Մարիամը քարտը դրեց տեղը, փակեց գրպանը եւ վերադարձավ վարարանին։ Նա իրեն թույլ չտվեց դողալ, որ չերևա թե ճանաչել է նրան, բայց ներսում ամեն ինչ սեղմվեց։ Վահե Բարինյան, մարդ, որի գլխի համար հավանաբար արդեն պարգևատրում է սահմանված, եւ նա այստեղ է, իր տանը, խաղում է մոլորված ճամփորդի դեր։ Վահեն վերադարձավ, կարծես ոչինչ չէր եղել։ Նա հանեց վերարկուն, տաթացրեց ձեռքերը վարարանի մոտ, հետո առաջարկեց քարտ խաղալ։ Անահիտը ծիծաղեց եւ բերեց հին խաղաքարտերի տուփ։ Մարիամը դիտում էր, թե ինչպես է նա բաժանում քարտերը, ճարպկորեն, գրեթե պրոֆեսիոնալ։ Ոչ մի շարժում չէր համապատասխանում մոլորված մարդու կերպարին, բայց հիմա նա գիտեր, եւ գիտեր հաստատ, նա ստում է։ Ոչ աղքակ, ոչ պատահական, ոչ միայնակ, եւ այդ գիտակցությունը ամեն ինչ փոխեց։ Հաջորդ առավոտ տանը տիրում էր լարված լռություն։ Դրսում քամին կրկին ոռնում էր, բայց այլևս ոչ այնպիսի կատաղի, ինչպես նախորդ օրերին։ Ձյունը թափվում էր բարակ վարագույրով, կարծես հոգնել էր։ Մարիամը արթնացավ սովորականից շուտ եւ ինչպես միշտ ստուգեց դռների ու պատուհանների փականները։ Վահեն դեռ քնած էր դիվանի վրա, փաթաթված նույն վերմակով, բայց հիմա նրա դեմքը թվում էր հանգիստ, գրեթե խաղաղ, սակայն Մարիամի մեջ այլևս չկար նախկին զգուշավորությունը։ Այժմ նրա մեջ վառվում էր ներքին վստահություն, սառնասիրտ ու հաստատ։ Նա գիտեր, թե ում հետ գործ ունի, եւ հիմա խաղը սկսվում էր իր կանոններով։ Նա փորձում էր չաղմկել, որպեսզի չարթնացնի Վահեին, եւ զբաղվեց առօրյա գործերով։ Վարարանը վառեց, ջուր դրեց, հավաքեց լվացքի հագուստը, բայց մտքերը անընդհատ վերադառնում էին գտնված անցագրին։ Վահե Բարինյան, անուն, որը դեռ հնչում էր գլխում արձագանքով։ Ինչպես էր այսպիսի ազգանուն ունեցող մարդը հայտնվել իր շեմին, ինչու էր նա թաքնում եւ ինչու ընտրեց հենց իր խրճիթը, անտառում կորած, որտեղ ըստ տրամաբանության ոչ ոք պատահաբար չէր հայտնվի։ Մինչ Անահիտը դեռ քնած էր, Մարիամը դուրս եկավ բակ ստուգելու այծերին ու հավերին։ Օդը սառն էր, սուր, բայց այլևս ոչ այրող։ Նա արագ հայացք գցեց այն ճանապարհին, որով Վահեն իբր եկել էր։ Ոչ մի հետք չէր մնացել, ամեն ինչ կրկին ծածկված էր ձյունով, բայց հիմա նա կասկածում էր, արդյոք նա իսկապես երկար ճանապարհ էր անցել, թե ինչ-որ մեկը նրան շատ ավելի մոտ էր իջեցրել, քան նա պնդում էր։ Երբ նա վերադարձավ տուն, Վահեն արդեն արթնացել էր եւ օգնում էր Անահիտին հագնվել։ Նա քաղաքավարի էր, հանգիստ։ Նրա ժպիտը ոչ մի անհանգստություն չէր մատնում, կարծես նա իսկապես այն էր, ինչ ուզում էր երևալ։ Բայց հիմա նրա յուրաքանչյուր շարժումը Մարիամի համար ընկալվում էր որպես հնարավոր սուտ։ Նրա քաղաքավարությունը որպես դիմակ, նրա հոգատարությունը որպես մանիպուլյացիա։ Կարող եմ օգնել մաքրել ամբարը, առաջարկեց Վահե նախաճաշից հետո։ Իհարկե, պատասխանեց Մարիամը առանց հատուկ համաձայնության կամ մերժման։ Վահը պատի մոտ էր։ Նա դուրս եկավ, իսկ Մարիամը մնաց միայնակ։ Նա մոտեցավ նրա վերարկուին, կախված դրան մոտ եղած մեխից, եւ կրկին, այս անգամ առանց վախի, բացեց ներքին գրպանը։ Անցագիրը դեռ այնտեղ էր։ Այս անգամ նա ամբողջությամբ հանեց այն եւ ուշադիր ուսումնասիրեց։ Պլաստիկ քարտ, հոլոգրաֆիկ պաշտպանությամբ։ Անունն ու ազգանունը հստակ տպված։ Վահե Սերգեյ Բարինյան։ Լուսանկարը նրան էր, առանց կասկածի։ Ստորագրություն։ Ներքևում խոշոր կորպորացիայի լոգոն, հայտնի բոլորին, ովքեր գոնե մեկ անգամ կարդացել են տնտեսական նորություններ։ Մարիամը հիշեց։ Նոյեմբերին նորություններ կային մի հոլդինգի շուրջ սկանդալի մասին, եւ Բարինյանի անունը հայտնվում էր վերնագրերում, հետո լռություն, իսկ մեկ շաբաթ անց նրա անհետացման մասին հաղորդագրություն։
Այն ժամանակ նա դրան նշանակություն չտվեց, ինչպես մեծամասնությունը, բայց հիմա ամեն ինչ համընկավ։ Վահեն ոչ թե պարզապես ինչ-որ մեկն էր, նա այն մարդն էր, ով անհետացավ հենց սկանդալի գագաթնակետին, կապված միլիարդավոր սխեմաների, ստվերային մատակարարումների և բարձր մակարդակի բացահայտումների հետ։ Նա դրեց անցագիրը տեղը, փակեց գրպանը և վերադարձավ սեղանին։ Մի քանի րոպե անց Վահեն ներս մտավ դրսից, թափ տալով ձյունը ուսերից։ Եղանակը այնուամենայնիվ լավանում է, ասաց նա հանելով գլխարկը։ Կարծում եմ վաղը արդեն կկարողանամ գնալ։ Միշտ ապիր, պատասխանեց Մարիամը։ Ճանապարհները կարող են վտանգավոր լինել։ Նա ասաց դա հանգիստ, բայց մտքում արդեն կշռում էր տարբերակները։ Արժե արդյոք պատմել ինչ-որ մեկին, թե ով է նա իրականում, թե սպասել մինչև ինքը խոսի։ Ճաշից հետո Վահեն կրկին մնաց Անահիտի հետ տանը, մինչ Մարիամը գնաց ամբայի մոտ փայտ կտրելու։ Վերադառնալով նա լսեց, թե ինչպես նրանք ծիծաղում են ներսում։ Անահիտը պատմում էր ինչ-որ պատմություն, իսկ Վահեն խաղում էր նրա հետ, կերպար պատկերելով։ Ամեն ինչ թվում էր ընտանեկան, գրեթե հարմարավետ։ Բայց հենց այդ բնականությունը հիմա ավելի էր անհանգստացնում նրան։ Այսպես չի պահում իրեն փախստականը, որին ոչինչ չի մնացել։ Կամ նա շատ լավ է ձևացնում, կամ էլ այստեղ եկել է նպատակով։ Իսկ Մարիամը դեռ չէր հասկանում, ինչ նպատակով։ Երեկոյան, երբ Անահիտը պարկում էր քնելու, Վահենը մոտեցավ նրան ձեռքին թեյի բաժակ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիր։ Ես հասկանում եմ, որ հեշտ չէ ներս թողնել անծանոթին։ Մարիամը գլխով արեց, չնայելով նրան։ Վաղը իսկապես պատրաստվում ես գնալ, եթե եղանակը թույլ տա։ Այո, ես չեմ ուզում անհարմարություն պատճառել։ Դու անհարմարություն չես պատճառում, կրկին հանգիստ պատասխանեց նա, բայց նրա գլխում արդեն ձևավորվել էր ծրագիր։ Նա կհետևի և կլսի։ Գիշերը նա կրկին չքնեց, ձևացրեց, թե քնեց է և պառկեց փակ աչքերով, սպասելով։ Կեսգիշերին Վահեն վեր կացավ, լուր առանց լույս վառելու, անցավ կողքով և դուրս եկավ։ Մարիամը հագավ վերարկուն, ոտքի ծրայրերին մոտեցավ պատուհանին և զգուշորեն բարձրացրեց վարագույրը։ Վահեն կանգնած էր նույն տեղում, ինչ նախորդ գիշեր, ձեռքին կրկին հեռախոս էր։ Նա խոսում էր մեղմ, բայց բավական բարձր, որպեսզի գիշերվա լռության մեջ բառերը հասնեին նրա ականջներին։ Մինչև հիմա ոչ, նա ոչինչ չգիտի կամ ձևացնում է։ Ես կմնամ դեռ մի քիչ, պետք է համոզվել, որ ամեն ինչ անվտանգ է։ Մարիամը չլսեց պատասխանը, բայց հստակ հասկացավ։ Նա կապի մեջ էր ինչ-որ մեկի հետ, մեկի, ում հաշվետու էր կամ ումից վախենում էր։ Եվ այդ պահին պարզ դարձավ, նրա հայտնվելը այստեղ պատահականություն չէր։ Նա ընտրել էր իր տունը, իր Անահիտին, եւ հիմա նա ներքաշված էր ինչ-որ բանում, որի մասին անգամ չէր կասկածում։ Վահեն վերադարձավ, պառկեց եւ նրա դեմքին կրկին հայտնվեց նույն հանգիստ արտահայտությունը։ Իսկ Մարիամը նայում էր առաստաղին եւ հասկանում, նրա նախկին կյանքը, որտեղ ամեն ինչ պարզ էր։ Աղջկա խնամքը, այծերը, տնային գործերը ավարտվել էին։ Այժմ նա դարձել էր ինչ-որ մեկի օտար խաղի մաս, բայց նա չէր պատրաստվում լինել խաղաքար։ Առավոտը եկավ մոխրագույն, ծանր։ Ձյունը դադարել էր, բայց երկինքը մնացել էր ցածր, կապարի պես, կարծես ճնշում էր տանիքներն ու ուսերը։ Մարիամը, ինչպես միշտ, առաջինը արթնացավ։ Նրան տանջել էին անհանգիստ պատառոտված երազներ, որոնք ոչ մի պատկեր կամ սյուժե չէին թողել, միայն կախված սպառնալիքի զգացում։ Վահեն դեռ քնած էր, բայց այլևս չէր թվում այնպիսի անպաշտպան, ինչպես առաջին օրերին։ Նրա դեմքին հայտնվել էր նոր բան, անորոշություն, խառնված կենտրոնացվածության հետ։ Նա չէր կտրում հայացքը նրանից, մինչ թեյնիկը դրեց վարարանի վրա։ Նրա մտքերը սառն էին, հաշվարկված։ Նա պետք է այսօր գնա։ Այսպես ավելի անվտանգ կլինի Անահիտի, իր համար, գուցե նույնիսկ նրա համար։ Երբ նա արթնացավ, դրսում քամին սկսեց ոռնել, թեթև քամին վերածվեց սառը հոսանքի, եւ Մարիամը նկատեց, թե ինչպես Վահեն նայելով պատուհանից մի փոքր կծկվեց, կարծես վայրկյանով զգաց, որ վերադարձը իրականություն ավելի մոտ է, քան կուզեր։ Առավոտյան բուքը կարծես հանդարտվել էր, բայց ճաշի կողմերը նորից խոստանում են, ասաց նա, կարծես պատահաբար հավաքելով սեղանը։ Ես մտածում էի գնալ այսօր, սկսեց նա, բայց ձայնը անորոշ էր, բայց կարծես մրսել եմ, գիշերը ծանր էր։ Նա ձևացրեց, թե հազում է ձեռքը բերանին դնելով, եւ նույնիսկ մի փոքր ճոճվեց, կարծես ցույց տալով թուլություն։ Մարիամը հետևելով նրան հազիվ նկատելիորեն նայեց։ Նա չափազանցնում էր, ոչ բացահայտ, ոչ հիմարաբար, բայց նրա ձայնում չկար այն լարվածությունը, որ ուղեկցում է իրական հիվանդությանը։ Նա չզգաց նրա մաշկից ջերմություն, երբ նա մոտեցավ, չլսեց խրպոտություն ձայնում։ Ամեն ինչ թվում էր հավաստի, բայց չէր զգացվում իրական։ Դու ջերմություն ունես, հանգիստ հարցրեց նա։ Հավանաբար չգիտեմ, պարզապես թուլություն, գլուխս ցավում է։ Կարող եմ մնալ եւս մեկ գիշեր։ Միայն այսօր, վաղը հաստատ կգնամ։ Նա գլխով արեց, չթողնելով, որ իր ներսի գրգռվածությունը երևա։ Նա չէր ուզում հեռանալ։ Դա ակնհայտ էր։ Բայց ինչու։ Լավ, ասաց նա, բայց դու կպարկես առանց գիշերային զբոսանքների։ Նա քարացավ։
Մի պահ եւ նորից դեմքը դարձավ հանգիստ, գրեթե շնորհակալ։ Իհարկե, ներիր, ես չէի ուզում խանգարել։ Անահիտը արթնանալով անմիջապես ուրախությամբ վազեց նրա մոտ։ Դու դեռ մեզ հետ ես, ասաց նա, գրկելով նրա ձեռքը։ Իսկ մաման ասաց, որ դու կգնաս։ Վահեն ժպտաց, բայց Մարիամը չժպտաց։ Նրա աչքերում չկար թշնամանք, միայն սառը սպասում։ Նրա ներքին վերահսկողությունը հիմա անընդհատ էր։ Նա նայում էր, թե ինչպես նա շարժվում է, ինչպես խոսում է, ինչպես պահում է գդալը նախաճաշի ժամանակ։ Ամեն ինչ չափազանց հաշվարկված էր։ Վահեն խաղում էր դեր եւ անում էր դա պրոֆեսիոնալ։ Օրը անցնում էր դանդաղ։ Վահեն գրեթե դուրս չէր գալիս սենյակից, պառկած էր դիվանի վրա, կարդում էր Չեխովի հին հատորը, որ գտել էր դարակում։ Անահիտը նստած էր կողքին եւ նկարում էր։ Մարիամը զբաղվում էր տնային գործերով, բայց հեռու չէր գնում տնից։ Ինտուիցիան հուշում էր, թուլանալ չի կարելի։ Երեկոյին մոտ նա ասաց, որ իրեն մի փոքր լավ է զգում եւ առաջարկեց օգնել փայտերով։ Նա մերժեց, նա չհամարեց։ Պարզապես ինձ համար անհարմար է այստեղ անգործ մնալ, ասաց նա։ Դուք արդեն արել եք ավելին, քան ես կարող էի սպասել։ Հանգստացիր, մենք Անահիտի հետ սովոր ենք ամեն ինչ ինքներս անել։ Նա նորից հասկացավ, որ նա չի հավատում իրեն, բայց լռեց։ Երբ Անահիտը գնաց իր սենյակ քնելուց առաջ կարդալու, Վահեն մոտեցավ Մարիամին, կանգնած պատուհանի մոտ, եւ մեղմ ասաց. «Ես չեմ ստել մրսելու մասին, բայց հասկանում եմ դու չես հավատում ինձ»։ «Ես չունեմ հիմք հավատալու», պատասխանեց նա չշրջվելով։ «Սա ազնիվ է, ես քո տեղում գուցե նույնպես կասկածեի, բայց ինձ այլևս ոչ մի տեղ գնալու տեղ չկա։ Դու չէի պատահականորեն եկել իմ տուն, ճիշտ է»։ Վահեն քարացավ, երկար դադար, հետո արտաշնչեց. «Սա կիսապատահական էր, ես հատուկ քեզ չէի փնտրում, պարզապես գիտեի, որ այս կողմերում հին խրճիթ կա։ Երբ տեսա ծուխը, եկա այստեղ, վերջ։ Ով քեզ ասաց դրա մասին»։ Մի մարդ ծերունի, որին հանդիպեցի Խաչմերուկում, ես վճարեցի նրան տեղեկության համար։ Նա ասաց, որ այստեղ ապրում է կին երեխայի հետ, մենակ։ Ես մտածեցի, որ սա անվտանգ տեղ է մեկ գիշերվա համար, ոչ ավել։ Դու գիտես, որ ինձ համար հիմա ամեն ինչ մեկ է, թե ումից ես փախչում։ Դու վտանգ ես բերել այստեղ։ Ոչ, ես փորձեցի անել ամեն ինչ, որ այն չլինի։ Ես անջատեցի հեռախոսը, ես չկապվեցի։ Ես լսեցի, թե ինչպես դու խոսում էիր գիշերը, լուռ ամբարի հետևում։ Նա դանդաղ իջեցրեց աչքերը։ Դադար, հետո նորից նայեց նրա դեմքին։ Լավ, դու ճիշտ ես, ես խոսում էի, բայց ոչ նրանց հետ, որոնցից դու վախենում ես։ Դա մարդ էր, որին ես վստահում եմ։ Նա օգնում է ինձ։ Դու գիտես, թե ով ես, Վահե, եւ հիմա ես էլ գիտեմ։ Նա երկար նայեց նրան ուշադիր, հետո մեղմ գլխով արեց։ Այդ դեպքում ես այլևս չեմ ստի, ես Վահե Բարինյան եմ, եւ այո, դու ամենայն հավանականությամբ լսել ես իմ մասին։ Ես լսել եմ, որ դու անհետացել ես, լսել եմ միլիոնների մասին, որոնք անհետացել են քեզ հետ միասին։ Ես չեմ գողացել, դա ծուղակ էր։ Ես հեռացա, որպեսի կենթանի մնամ եւ հասկանամ ով եւ ինչու դա արեց։ Դու կարծում ես քեզ կհավատան։ Ես չեմ հույս դնում ողորմության վրա։ Իմ մոտ կան ապացույցներ։ Ես պարզապես հիմա չեմ կարող դրանք փոխանցել։ Պետք է մի փոքր ժամանակ։ Մարիամը լռում էր։ Նրա դեմքը մնում էր հանգիստ, բայց ներսում ամեն ինչ եռում էր։ Նրա տունը, նրա կյանքը դարձել էին ժամանակավոր ապաստարան փախստականի համար, որը ներքաշել էր նրանի խնդիրների մեջ։ Եվ հիմա նրանից էր կախված, թե ինչպես ամեն ինչ կավարտվի։ Գիշերը նա ինչպես միշտ փակեց դուռը փականով, ստուգեց պատուհանները, դանակը դրեց բարձի տակ եւ ինչպես միշտ չքնեց։ Բայց այդ գիշեր փոփոխություն եղավ։ Երբ նա վեր կացավ եւ նայեց Անահիտի սենյակ, մահճակալը դատարկ էր։ Վերմակը գծված էր, բարձերը հատակին, ոչ մի հետք։ Մարիամը կտրուկ բացեց դուռը, վազեց միջանցք։ Սիրտը բաբախում էր կոկորթում։ «Անահիտ», գոչեց նա։ «Անահիտ», պատասխան չկար։ Տանը լուռ էր։ Վահեն քնած չէր։ Դուռը կիսաբաց էր։ Մարիամը նետվեց դեպի ելքը, չզգալով ցուրտը։ Դրսում սպիտակություն, ձյուն, հետքեր, փոքր հետքեր, որոնք տանում էին դեպի ամբար։ Նա վազեց։ Ձյան միջով, քամու միջով նա տեսավ ամբարում լույս, թույլ, բայց վառվող։ Դուռը կտրուկ բացելով նա տեսավ Վահեին։ Նա արդեն այնտեղ էր, եւ Անահիտը նստած խոտի վրա։ «Ամեն ինչ լավ է, մամա», ասաց աղջիկը։ Նա ինձ սովորեցնում էր շոյել ձիերին, նրանք չեն վախենում, եթե մոտենաս հանգիստ։ Վահեն կանգնած էր կողքին, ձեռքերը իջեցրած։ «Ես չեմ դիպել նրան», մեղմ ասաց նա։ Պարզապես չկարողացա քնել։ Տեսա, որ նա դուրս եկավ, գնացի հետևից։ Մարիամը ոչինչ չասաց, միայն ամուր գրկեց աղջկան։ Եվ առաջին անգամ նրա հայացքում Վահեին ուղված երևաց այլ բան։ Ոչ վստահություն, ոչ ներողամտություն, այլ անհրաժեշտություն, որովհետև հիմա, ուզես թե չուզես, նրանք ներքաշված էին մեկ պատվության մեջ։ Այդ գիշերից հետո առավոտը եկավ սառը պարծությամբ։ Օդը մաքուր էր, խայթող։ Կարծես հենց սառնամանիքը հետևում էր յուրաքանչյուր շարժմանը։ Ձյունը ճռճռում էր օդքերի տակ, կարծես հրաժարվում էր բաց թողնել հետքերը։ Տանը տիրում էր լռություն, անբնական խտությամբ։ Անահիտը դեռ քնած էր, փաթաթված երկու վերմակների տակ։
Մարիամը նստած էր աթոռի եզրին, դեռ փողոցային վերարկուով, առանց հոգնածություն զգալու։ Նա նայում էր Վահեին, կանգնած պատուհանի մոտ, եւ նրանց միջև լարվածությունը գրեթե շոշափելի էր, ինչպես լար, պատրաստ ցանկացած պահի կտրվել։ Նա առաջինը չէր խոսում, պարզապես նայում էր պատուհանից դուրս, կարծես բարակ ապակու հետևում հնարավոր էր տեսնել պատասխանները այն հարցերին, որոնցից նա դեռ փորձում էր խուսափել։ Վերջապես Մարիամը խախտեց լռությունը։ Դու դեռ պնդում ես, որ սա պարզապես համընկնում էր, որ դու պատահաբար եկար այստեղ։ Վահեն դանդաղ շրջվեց։ Նրա դեմքը հոգնած էր, բայց ձայնը մնաց հարթ։ Ես այլևս չեմ ստի, այլևս իմաստ չկա։ Այո, ես գիտեի այս խրճիթի գոյության մասին։ Գիտեի, որ այն կանգնած է հերում, հիմնական ճանապարհներից դուրս։ Ինձ ասացին, որ այս վայրը գրեթե երբեք չեն այցելում օտարները։ Դա այն ամենն էր, ինչ ինձ պետք էր։ Լռություն եւ օտար աչքերի բացակայություն։ Ով քեզ ասաց։ Մարդ, որին ես վստահում էի կամ կարծում էի, որ վստահում եմ։ Նա համոզված էր, որ այստեղ անվտանգ է։ Ես չգիտեի, որ այստեղ կին է ապրում երեխայի հետ։ Մարիամը անմիջապես չհավատաց։ Նրա հայացքում կասկած կար։ Տարիներով միայն իրեն վստահելու անհրաժեշտությունից ձևավորված։ Այդ դեպքում պատմիր ինձ ամեն ինչ, առանց դադարների, առանց թատրոնի։ Ես ուզում եմ իմանալ, թե ում եմ ներս թողել եւ ինչ ես իրականում թաքցնում։ Նա լռեց մի քանի վայրկյան, հետո արտաշնչեց եւ նստեց։ Լավ, կսկսեմ գլխավորից։ Ես իսկապես Վահե Բարինյան եմ, հենց նա։ Իմ մոտ այլ ընտրություն չկար բացի անհետանալուց։ Ամեն ինչ դու լսել ես, մասամբ ճշմարտություն է, մասամբ մանիպուլյացիա։ Ես եղել եմ հենց կենտրոնում այն կառուցվածքի, որը վաղուց դադարել էր լինել միայն բիզնես։ Դա ավելի շատ նման է պետություն պետության մեջ։ Փողեր, ազդեցություններ, կապեր։ Դրանք թափանցում էին ամեն ինչ՝ քաղաքականություն, դատարան, ոստիկանություն։ Եվ ես գիտեի չափազանց շատ, կամ ինչպես պարզվեց, ավելին, քան պետք էր։ Մարիամը լսում էր չընդհատելով։ Նա շարունակեց. Իմ ընտանիքը այն չէ, ինչ նրանք թվում են թերթերում։ Հայրս սկսեց 0-ից, բայց արագ դարձավ համագարքի մաս, որը միշտ ծառայում է միայն ինքն իրեն։ Իսկ ես փորձեցի ամեն ինչ բարձեցնել, թափանցիկ դարձնել։ Մտքերը միամիտ էին։ Ես սկսեցի ուսումնասիրել, խորանալ սխեմաների մեջ, հարցեր բարձրացնել խորհրդում, եւ շուտով դարձա սպառնալիք։ Սկզբում նախազգուշացում, հետո պատահական ստուգումներ, այնուհետև անհետացավ իմ օգնականը։ Նա պարզապես աշխատանքի չեկավ։ Շուտով ես հասկացա, որ հաջորդ թիրախը ես եմ լինելու։ Ինչու չդիմեցիր ոստիկանություն։ Որովհետև մեր ոստիկանությունը միշտ չէ, որ օրենքի կողմում է, հատկապես երբ խաղի մեջ միլիարդներ են։ Ես պարզապես պաշտոնապես կվերանայի, առանց հետքի, առանց քննության։ Այդ պատճառով ես արեցի այն, ինչ նրանք չէին սպասում։ Ես անհետացա ինքս, թողեցի ամեն ինչ, նույնիսկ հեռախոսը։ Միայն մեկ մարդ գիտեր, թե ուր եմ գնում։ Մարիամը չէր կտրում հայացքը նրանից։ Այդ մարդը դեռ կապի մեջ է։ Հնարավոր է, բայց ես չեմ ուզում քեզ ավելի խորը ներգրավել։ Այն, որ դու արդեն ընդունել ես ինձ, քեզ խոցելի է դարձնում։ Իսկ հիմա արդեն ուշ է, դու արդեն արել ես դա։ Իմ անունը, իմ աղջիկը, իմ տունը, այս ամենը հիմա քո պատմության մասն է։ Ուզես թե ոչ, Վահեն իջեցրեց հայացքը։ Նա դա հասկանում էր։ Մարիամը վեր կացավ եւ գնաց վարարանի մոտ։ Ջուր լցրեց բաժակի մեջ, խմեց, կարծես փորձում էր լվանալ ներսում կուտակված դառնությունը, ապա շրջվեց դեպի նա։ Լավ, այդ դեպքում ասա, թե ինչ ես պատրաստվում անել եւ ինչու ես ասել, որ նա կարող է քեզ վստահել։ Նա ժպտաց, հոգնած, առանց ուրախության, որովհետև նա զգաց, որ Մարիամը հասկացել է ինքը թշնամի չէ։ Ես ուզում էի թաքնվել, մի քանի օր սպասել, բայց հիմա հասկանում եմ, որ սա այլևս ապաստարան չէ։ Սա ժամանակավոր կայան է փոթորկից առաջ։ Փոթորիկը արդեն սկսվել է, Վահե, պարզապես դու այն չես լսում, ասաց Մարիամը։ Նա դլխով արեց, ապա գրպանից հանեց բարակ թղթապանակ, խիտ դասավորված, եւ դրեց սեղանին։ Այստեղ փաստաթղթեր են, սխեմաներ, ներքին հաշվետվություններ, էլեկտրոնային նամակագրություններ։ Ես դրանք հավաքում էի գաղտնի, պաճկենում արտաքին գրիչի վրա, կոդավորում։ Սա ապացույց է այն մարդկանց դեմ, ովքեր հիմա վերահսկում են բիզնեսը, դեմ նրանց, ովքեր ղեկավարում են ոստիկանությունը, դատարանները, դեմ նրանց, ովքեր ուզում էին իմ մահը։ Ինչու չես փոխանցել սա լրագրողներին։ Որովհետև դա չափազանց վտանգավոր է։ Նրանք դա կստանան միայն այն ժամանակ, երբ ես վստահ լինեմ, որ դա նոր բռնության ալիք չի առաջացնի։ Ինձ պետք է կապ հաստատել նրանց հետ, ում ես վստահում եմ, բայց դրա համար ժամանակ է պետք, իսկ այն ինձ մոտ քիչ է։ Իսկ դու կարծում էիր, որ այստեղ այն ավելի շատ կլինի։ Ես հույս ունեի։ Մարիամը նայեց թղթապանակին։ Նա չկպավ նրան, բայց հասկանում էր, սա պարզապես թղթեր չեն։ Սա բանալին է հասկանալու ամեն ինչ, ինչ կատարվում է։ Հնարավոր է բանալին Վահեին փրկելու։ Հնարավոր է նրանց կործանման պատճառը։ Լավ, ասաց նա։ Դու կարող ես մնալ դեռ, բայց հիշիր, եթե նույնիսկ մեկ շարժում ինձ թվա սուտ, ես չեմ սպասի գործելու։ Իմ մոտ հրացան կա, եւ ես չեմ վրիպում։ Ես հավատում եմ քեզ, մեղմ պատասխանեց նա։ Դու միակ մարդն ես, ով չի շրջվել։
Նա նայեց դեպի սենյակը, որտեղ քնած էր Անահիտը, եւ ավելացրեց. «Եվ ես դա չեմ մոռանա»։ Այդ գիշեր նրանք կրկին չքնեցին, բայց այս անգամ ոչ թե վախից, այլ գիտակցումից։ Այժմ ամեն ինչ փոխվել էր։ Նրանց միջև այլևս չկար ձևականություն։ Մնացել էր միայն իրականությունը, հում, սառը, վտանգավոր։ Եվ յուրաքանչյուրը գիտեր ամենադժվարը դեռ առջևում է։ Առավոտը սկսվեց անհանգստացնող նշանով։ Շունը, որ ապրում էր հարևանների մոտ, խրճիթից 5 կիլոմետր հեռու, եւ հազվադեպ էր առանց պատճառի աղմուկ բարձրացնում, ոռնաց անտառում։ Դա խուլ երկար ձգվող ոռնոց էր, այնպիսին, որով նա սովորաբար դիմավորում էր օտարներին։ Մարիամը քարացավ պատուհանի մոտ, նայելով սոչիների պատին, որտեղից գալիս էր ձայնը։ Անահիտը դեռ քնած էր։ Վահեն, նկատելով նրա արտահայտությունը, մոտեցավ մեղմ։ «Ինչ որ մեկը գալիս է», հարցրեց նա ճնշված ձայնով։ «Հնարավոր է, կամ պարզապես գազան»։ Բայց այդ շանհոտարությունը օտարների վրա ավելի լավ է, քան ցանկացած որսորդի։ Վահեն նայեց պատուհանից, հետո դեպի դուռը։ Տեսանելի էր, որ նա լարվել էր։ Ձեռքերը բռնվել էին բռունցք, ուսերը մի փոքր բարձրացել էին փախստականի բնաստով։ Սովորած, որ յուրաքանչյուր անկյունում կարող է վտանգ թաքնված լինել։ Նրանք հասցրին նախաճաշել, երբ առաջին թակոցը հնչեց, խուլ 3 անգամ, հստակ ընդմիջումներով։ Ոչ թե ճամփորդի պես, ով ապաստան է փնտրում, այլ մարդու պես, ով գիտի, որ ներսում իրեն լսում են եւ որ նրան կբացեն։ Մարիամը դրեց գդալը, սրբեց ձեռքերը գոգնոցին եւ առանց ավելորդ հոսքերի գնաց դեպի դուռը։ Վահեն վեր կացավ, ուզում էր կանգնեցնել նրան, բայց նա միայն խիստ նայեց եւ գլխով արեց։ Նա հետ քաշվեց։ Մարիամը չբացեց անմիջապես, սկզբում նայեց ճեղքից։ Շեմին կանգնած էին երկուսը, մաքուր հագնված երկար վերարկուներով, կաշվե ձեռնոցներով։ Ոչ զբոսաշրջիկներ, ոչ որսորդներ եւ հաստատ ոչ տեղացիներ։ Նրանցից մեկը ավելի ցածր հաստ շրջանակով ակնոցով, ձեռքերը գրպաններում։ Երկրորդը բարձրահասակ, կարճ մազերով, կանգնած ուղիղ ինչպես զինվոր։ Նրանց հայացքները չշեղվեցին։ Նրանք գիտեին ինչու են եկել։ «Բարի լույս», ասաց ակնոցավոր մարդը։ «Ներեցեք խանգարելու համար։ Մենք փնտրում ենք մեկին։ Հնարավոր է նա անցել է այստեղով։ Երիտասարդ տղամարդ, 38 տարեկան, անունը Վահե»։ Մարիամը չշարժվեց։ Նա նայում էր նրանց աչքերին, ինչպես սովոր էր անել նրանց հետ, ում չի կարելի ցույց տալ ոչ վախ, ոչ թուլություն։ «Այստեղ միայն ես եւ իմ աղջիկն ենք։ Մենք հազվադեպ ենք հյուրեր ընդունում»։ «Մենք հասկանում ենք, այո», ասաց երկրորդը։ «Բայց գուցե ինչ-որ մեկը ջուր է խնդրել, գիշերակաց»։ Ոչ ոք չի եկել։ Նրանք փոխադարձ նայեցին, լռությունը ձգվեց։ Հետո ակնոցավոր մարդը գրպանից հանեց ինչ-որ բան, լուսանկար, սև-սպիտակ պատկեր Վահեի։ Նա այլ կերպ էր երևում, սափրված, թանկարժեք կոստյումով, բայց հայացքը նույնն էր։ «Դուք վստահ եք»։ «Իմ մոտ պատճառ չկա ստելու, բայց եթե ուզում եք, կարող եք նայել բակը։ Դա ընդամենը 1 րոպե կվերցնի», գլխով արեց բարձրահասակը։ Վահեն այդ պահին նստած էր հատակին, պահարանի հետևում, շունչը պահած։ Մարիամը առանց խոսքի մինչ այդ նրան տվել էր վերմակի տակ պահված բանալի, նկուղի նեղ հին ճեղք, հատակի տախտակի տակ, որտեղ պահում էին պաշարները։ Նա բացեց այն, իջավ եւ փակեց տածկը։ Այնտեղ սառն էր, նեղ, հոտում էր խոնավ փայտով եւ աղի պահածոյով, բայց դա միակ ելքն էր։ Տղամարդիկ նայեցին բակը, մտան ամբար, հավաբուն, նույնիսկ մեծ սրահ, չափազանց մանրակրկիտ։ Նրանցից մեկը նկատեց թարմ հետքեր պատուհանի մոտ, բայց ոչինչ չասաց։ Վերադարձան Շեմին։ «Եթե հանկարծ ինչ-որ մեկը հայտնվի, տեղեկացրեք», ասաց ակնոցավոր մարդը եւ մեկնեց այցեքարտ։ «Սա կարևոր է, նրա կյանքը կարող է վտանգված լինել, եւ ինչ-որ մեկինը եւս», ավելացրեց երկրորդը։ «Ես ուշադիր կլինեմ», պատասխանեց Մարիամը եւ փակեց դուռը։ Նա մի քանի վայրկյան կանգնեց, լսելով, մինչև քայլերի ձայնը մարեց, հետո գնաց սենյակ, բարձրացրեց հատակը եւ մեկնեց ձեռքը։ Վահեն դուրս եկավ, ամբողջովին փոշով ու սարտոստայնով, սպիտակացած մատներով։ «Ովքեր էին նրանք», հարցրեց նա, երբ նստեց պատի մոտ։ «Քեզ էին փնտրում», ներկայացան որպես ինչ-որ իրավապաշտպան խմբի աշխատակիցներ, բայց նրանց աչքերում կարեկցանքի նշույլ անգամ չկար։ «Դա մարդիկ են իմ ընկերությունից կամ նրանից, ինչ մնացել է։ Հնարավոր է մասնավոր պահակախումբ, հնարավոր է ուժայիններ, նրանք ինձ չեն փնտրում, նրանք փնտրում են փաստաթղթերը։ Ես դարձել եմ ավելորդ, որովհետև գիտեմ, որտեղ են թույլ կողմերը»։ Նրանցից մեկը լուսանկարում էր, որ ես տեսել էի թերթում։ «Դու կանգնած էիր նրա կողքին մրցանակի հանձնման ժամանակ, հիշում ես»։ Վահեն իջեցրեց աչքերը։ «Սա Վիկտոր է, հորս նախկին տեղակալը։ Հիմա նա ամեն ինչ ինքն է վարում։
Նա ինձ սովորեցնում էր, հետո դարձավ թշնամի։ Հենց նա սկսեց այն իրադարձությունների շղթան, որի պատճառով ես ստիպված եղա անհետանալ։ Մարիամը վերցրեց այցեքարտը, որ թողել էին Շեմին, անուն համար, ոչ պաշտոն, ոչ կազմակերպություն, մի այլ սկզբնատառեր, SHD։ Նա սեղմեց այն ձեռքում եւ նետեց վառարան։ Դու պետք է ինձ ասես ամբողջ ճշմարտությունը, ասաց նա։ Եթե դու մեզ ներքաշել ես այս ամենի մեջ, պետք է բացատրել, թե կոնկրետ ինչ է դրա հետևում եւ որքան հեռու են նրանք պատրաստ գնալ։ Ես կարծում եմ նրանք չեն կանգնի, քանի դեռ կասկած ունեն, որ ես կարող եմ խոսել, նրանք կփնտրեն ինձ։ Փաստաթղթեր, կապեր, նրանք վախենում են, որ ես ամեն ինչ կբացահայտեմ, եւ նրանք ճիշտ են։ Իմ մոտ կա ամեն ինչ, որպեսզի նրանց կործարեմ, բայց խնդիրն այն է, որ հիմա նրանք գիտեն, թե որտեղ եմ եղել։ Նրանք այստեղ կվերադառնան, գուցե ոչ վաղը, բայց կվերադառնան։ Մարիամը մոտեցավ պատուհանին։ Ձյունը այլևս չէր թափվում, բայց երկնքում բացվածք չկար։ Անտառը նորից լռել էր, կարծես սպասում էր հաջորդ շարժմանը։ Նա խոր շունչ քաշեց։ Այդ դեպքում պետք է պատրաստվել եւ որոշել, թե ինչ ես պատրաստվում անել, որովհետեւ սպասել մինչեւ նրանք նորից գան, ես չեմ պատրաստվում։ Վահեն գլխով արեց։ Կա մեկ մարդ Երևանում, լրագրող, հին, ստուգված, չվաճառված։ Եթե ես հասնեմ նրան, նա կկարողանա փոխանցել իմ ունեցածը վստահելի ձեռքերին, առանց աղմուկի, առանց արյան, բայց հիմա հասնել այնտեղ, դա ռիսկ է։ Սա այլևս ռիսկ չէ, Վահե, սա անհրաժեշտություն է։ Նա նայեց նրան։ Նրա դեմքին վախ չկար, միայն վճռականություն։ Նա հասկացավ, որ հիմա նա պարզապես ապաստարան չէ, այլ համախոհ, իր կամքով կամ նրա դեմ, բայց ամբողջովին ներգրավված։ Դու չէիր պարտավոր ինձ օգնել, մեղմ ասաց նա։ Ես գիտեմ, բայց հիմա երբ նրանք իմ դրան մոտ էին, ես էլ ճանապարհ չունեմ։ Նա շրջվեց եւ նայեց այն սենյակի կողմը, որտեղ խաղում էր Անահիտը։ Իմ մոտ աղջիկ կա, եւ ես չեմ թողնի, որ ինչ-որ մեկի ստի պատճառով նրան վտանգ սպառնա։ Վահեն վեր կացավ, մոտեցավ։ Այդ դեպքում մենք միասին կգործենք։ Եվ այդ պահին երկուսն էլ գիտեին, հետդարձի ճանապարհ չկա։ Պատերազմը, որ նա փորձում էր հետաձգել, եկել էր նրանց դրան մոտ, եւ նրանց մնացել էր միայն մեկ բան՝ դիմանալ կամ անհետանալ միասին։ Երկու անծանոթի այցից հետո առավոտը սկսվեց ներքին լարվածությամբ, որը զգացվում էր նույնիսկ լռության մեջ։ Ոչ Մարիամը, ոչ Վահեն չքննարկեցին տեղի ունեցածը, բայց նրանց յուրաքանչյուր շարժման մեջ զգացվում էր հավաքվածություն։ Կարծես երկուսն էլ գիտեին, որ հանգստություն այլևս չի լինի։ Ձյունը գիշերվա ընթացքում նստել էր հարթ շերտով, ծածկելով բոլոր հետքերը, բայց հայացքների, թողած այցեքարտի եւ լուսանկարների հիշողությունը չէր անհետանում։ Անահիտն իրեն պահում էր ինչպես միշտ, բայց Մարիամը նկատում էր նրա վարքագծում նոր երանգներ։ Աղջիկը դարձել էր ավելի զգուշավոր, ավելի հազվադեպ էր հարցեր տալիս, ավելի երկար էր նայում մեծերի դեմքերին։ Երեխաները որպես կանոն ավելի արագ են կլանում լուր անհանգստության մթնոլորտը, քան մեծերը պատրաստ են ընդունել, եւ թեև ոչ ոք նրան ոչինչ ուղիղ չէր ասում, նա հասկանում էր ինչ-որ բան փոխվել է։ Վահեն օրվա մեծ մասը անցկացրեց սեղանի մոտ, ուսումնասիրելով շրջանի հին քարտեզը եւ նշումներ անելով գրքույկում։ Մարիամը հավաքում էր պահեստում, կարգի էր բերում խոհանոցի դարակները, փակեց բոլոր արտաքին փականները։ Ամեն ինչ թվում էր սովորական, բայց նրանցից ոչ մեկը թույլ չէր տալիս իրեն մոռանալ նույնիսկ մեկ րոպե։ Յուրաքանչյուր ձյան ճռճռոց տանիքի տակ հիմա ընկալվում էր որպես ազդանշան։ Նրանց ներքին հանգստությունը այրվել էր, թողնելով միայն ռեֆլեքսներ։ Կեսօրին մոտ Մարիամը եւ Անահիտը դուրս եկան անտառ, վառելափայտ հավաքելու։ Նրանք որոշեցին Վահեին չտանել իրենց հետ։ Չափազանց վտանգավոր էր, եթե ինչ-որ մեկը նրանց հետևում էր։ Ավելի լավ էր, որ նա մնա տանը եւ հետևի բակին։ Աղջիկը ուրախ վազում էր արահետով, հավաքում փայտեր, ձյուներ նետում եղևնիների ճյուղերին։ Մարիամը ժպտում էր նրան, բայց հոգու խորքում մտքերը այլ բաների մասին էին։ Այն մասին, թե որքան արագ ամեն ինչ փոխվեց, սովորական կենցաղից դեպի որոշումներ, որոնցից կախված էր կյանքը։ Նրանք հեռացան ոչ շատ, 30, գուցե 40 րոպե, բայց այդ ժամանակը բավական էր, որ ամեն ինչ փոխվեր։ Երբ վերադարձան, առաջինը Մարիամը զգաց անհանգստությունը։ Դարպասը կիսաբաց էր, ոչ այնպես, ինչպես թողել էին։ Նա հրամայեց Անահիտին կանգնել ծառի հետևում, իսկ ինքը մոտեցավ տանը։ Դուռը բաց էր, ներսում լռություն, սխալ լռություն։ Ոչ այն, որ լինում է, երբ մեկը քնած է, այլ այն, որ գալիս է ինչ-որ հանկարծակիից հետո։ Նա առաջինը մտավ։ Աթոռը սեղանի մոտ ընկած էր հատակին։ Պահարանի դուռը բացված էր, վարարանը մարած, թեև Վահեն պետք է փայտեր գցեր, տանը ցուրտ էր։ Վահեն չկար։ Մարիամը նայեց սենյակները, նրա իրերը անհետացել էին։ Վերարկուն, ուսապարկը, փաստաթղթերի թղթապանակը։ Սեղանի վրա մնացել էր միայն մեկ բան՝ փայտե արձանիկ, որ Անահիտը փորագրել էր օրերս։ Նա թողել էր այն դիտմամբ։ Մարիամը դա անմիջապես հասկացավ։ Զգուշորեն վերցրեց ձեռքը եւ սեղմեց, կանչեց Վահեին։ Լռություն։ Նա վերադարձավ Անահիտի մոտ, հրամայեց ներս մտնել եւ անմիջապես նստել վարարանի մոտ։ Աղջիկը նայում էր մորը, մեծ աչքերով, լուռ։ Մարիամը ոչինչ չասաց։
Նախ պետք էր հասկանալ, թե որքան խորն էր գնացել այն, ով ներխուժել էր իրենց տուն։ Խոհանոցում նա գտավ կեղտոտ կոշիկների հետքեր։ Հետքերից դատելով առնվազն 3 հոգի։ Նրանք անցել էին սենյակներով, նայել էին ամբարը, նկուղը, չէին վերցրել ուտելիք, չէին դիպել իրերին։ Նրանք փնտրում էին միայն նրան։ Եվ ըստ նրա, որ Վահեն անհետացել էր իրերով, նրան ուժով չէին տարել։ Նա գնացել էր ինքնուրույն, բայց ուր եւ ինչու։ Ահա ինչն էր հիմա տանջում նրան։ Երեկոյան նա հայտնաբերեց Անահիտի վերարկուի գրպանում գրություն։ Թուղթ ծալված 4 մասի, թաքցված նրա ձեռնոցում։ Մանկական ձեռագրով, բայց ակնհայտորեն Վահեի գրած։ Վստահիր ինձ, ես շուտով կվերադառնամ։ Մարիամը դա կարդաց 3 անգամ, մինչև թուղթը սեղմեց կրծքին։ Գրությունից հոտ էր գալիս վարարանի ծխի։ Նա հեռացել էր, որպիսի շեղի ուշադրությունը, կամ որովհետև իմացել էր ինչ-որ բան, որ չէր կարող ասել, կամ որովհետև հասկացավ, որ այլևս իրավունք չունի նրանց վտանգի ենթարկել, իսկ գուցե ամեն ինչ միաժամանակ։ Նա նայեց աղջկան։ Նա գնաց, մեղմ հարցրեց Անահիտը։ Այո, բայց ասաց, որ կվերադառնա։ Մենք նրան կսպասենք։ Մարիամը նստեց կողքին։ Մենք կապրենք, ինչպես առաջ, բայց ավելի ուշադիր եւ զգուշավոր։ Իսկ եթե նա վերադառնա, կվճռենք ինչ անել։ Այդ գիշեր Մարիամը չքնեց։ Նա նստած էր պատուհանի մոտ, հրացանով, լսելով յուրաքանչյուր շրշյուն, յուրաքանչյուր ճռճռոց։ Ժամանակ առ ժամանակ վեր էր կենում, ստուգում փականները, մտնում Անահիտի սենյակ։ Մի քանի անգամ նրան թվաց, թե քայլերի ձայն է լսում, բայց դա միայն անտառի ձայներն էին։ Հաջորդ առավոտ նա ստուգեց ամբարը եւ հայտնաբերեց, որ մուտքի մոտ ձյան մեջ նոր հետքեր կան, հասիվ նկատելի, որովհետև գիշերը թեթև ձյուն էր տեղացել։ Հետքերը տանում էին դեպի ճանապարհ, այնտեղ, որտեղ երբևէ կանգնած էր նրա մեքենան։ Ուրեմն նա գնացել էր ինքնուրույն։ Գնացել էր չցանկանալով ավելի խորը ներգրավել նրան, կամ հակառակը, գիտեր, որ շուտով կվերադառնա, ինչպես խոստացել էր։ Այդ պահից անցել էր 2 օր։ 2 երկար օր, որոնց ընթացքում նա ապրում էր ինչպես առաջ, կերակրում էր այծերին, վարարանում կրակ էր վառում, պատրաստում էր ուտելիք, Անահիտին կարդալ էր սովորեցնում, բայց ամեն գիշեր նստում էր պատուհանի մոտ, նույն գրությունը գրպանում, եւ ամեն երեկո հանում էր փայտե արձանիկը, դրված վարարանի մոտ տարակի վրա, որպես հիշեցում, որ հիմա նրանք կապված էին ոչ միայն վախով, այլև ընդհանուր որոշմամբ։ Երրորդ օրը դարպասները ճռճռացին, նա սարսռաց, մոտեցավ պատուհանին։ Ոչ ոք, միայն քամին էր շարժում թևերը, բայց երբ վերադարձավ տուն, պատուհանագոգին նոր գրություն էր դրված, առանց ծրարի, առանց ստորագրության։ Ներսում փոքրիկ սև սպիտակ լուսանկար էր, հեռվից նկարած։ Վահեն կանգնած էր բլերի լանջին, հեռվում նրա խրճիթը։ Ուրեմն նա մոտ էր։ Նայում էր, սպասում, պատրաստվում։ Մարիամը դանդաղ նստեց աթոռին, սեղմեց լուսանկարը ձեռքում եւ հասկացավ, լռությունը ավարտվել էր։ Դադարն ընդամենը փոթորքից առաջ եղած հանգիստն էր, եւ հիմա ամեն ինչ կախված էր նրանից, թե ինչով նա կվերադառնա։ Մարիամը անմիջապես չհամարձակվեց գնալ քաղաք, խրճիթը կարճ ժամանակով թողնելու միտքը թվում էր դավաճանություն, կարծես նա պետք է մնա, եթե Վահեն վերջապես վերադառնա։ Բայց լուսանկարը պատուհանագոգին դարձավ ոչ միայն ազդանշան, այլև մարտահրավեր։ Նա հասկացրեց, որ դեռ հետևում է, դեռ մոտ է եւ միևնույն ժամանակ դեռ վտանգի մեջ, իսկ դա նշանակում էր, որ նա չէր կարող պարզապես նստել եւ սպասել, չէր կարող թույլ տալ, որ վախը դառնա իր միակ կողմնացույցը։ Վահեի անհետացումից 3 օր անց նա թողեց Անահիտին մոտակա գյուղի հարևանի խնամքին եւ վերցնելով ամուսնու հին վերարկուն ու բահարանում թաքցրած գումարը ուղևորվեց Երևան։ Նրան պետք էր տեսնել, թե ով է Վահե Բարինյանը, ոչ թե այն մարդը, ով մի քանի օր ապրել էր իր մոտ, այլ այն, ում մասին խոսում էին նորությունները, ում փնտրում եւ ումից վախենում էին։ Ճանապարհը դժվար էր։ Սառած արահետներ, վատ տեսանելիություն, հազվագյուտ մեքենաներ։ Նա քաղաք հասավ երեկոյին մոտ, հին միկրոավտոբուսով, լցված վառելիքի հոտով, էժան պլաստիկով եւ հոգնածությամբ։ Երևանը նրան դիմավորեց աղմուկով, շարժումով, շտապող մարդկանցով, ցուցափեղկերով եւ քաղաքի բարդ անտարբերությամբ, որին ոչ մի բան չի հետաքրքրում։ Առաջին հերթին նա գնաց ինտերնետ սրահ, քաղաքի ծայրամասում։ Նրա հեռախոսը հին էր, առանց ցանցի հասանելիության, եւ նա հասկանում էր, որքան քիչ թվային հետ կթողնի, այնքան լավ։ Սրահի երիտասարդ աշխատողը գրեթե ուշադրություն չդարձրեց նրան։ Գնելով 1 ժամ ժամանակ, Մարիամը սկսեց պարզ հարցումից. Վահե Բարինյան, անհետացում։ Արդյունքները ցնցող էին. տասնյակ հղումներ, լուսանկարներ, վերնագրեր։ Կորցրած կայսրության ժառանգորդը։ Ով եւ ինչու է ուզում հեռացնել Վահե Բարինյանին։ Տարվա ֆինանսական սկանդալ։ Հետաքննությունը մոտենում է ճշմարտությանը։ Մեղադրանք գողության, փաստաթղթերի կեղծման եւ քննությունից խուսափելու մեջ։ Նա կարդում էր անհագորեն, թերթելով էջից էջ։ Ամեն ինչ, ինչի մասին Վահեն խոսել էր, հաստատվում էր միայն հիմա,
սառը օտար հոդվածներում, որտեղ նրան անվանում էին գործի մասնակից, հետաքրքրության առարկա եւ սխեմայի հիմնական օղակ։ Բայց կային նաեւ այլ նյութեր, հազվագյուտ անկախ հրատարակություններում, քիչ հայտնի, բայց ավելի մանրակրկիտ, հայտնվում էին բոլորովին այլ շեշտադրումներ։ Բարինյանը կարող էր դառնալ կորպորատիվ մաքրման զոհ։ Աղբյուրները հաստատում էին Վահե Բարինյանը հավաքում էր կոմպրոմատ բարձր ղեկավարության դեմ։ Անանուն տվյալներ։ Անհետացումից առաջ Բարինյանը պատրաստում էր հրակարակային բացահայտում միլիարդավոր մեքենայությունների մասին։ Որքան խորն էր նա փորում, այնքան բարձր դառնում պատկերը։ Այո, նա մասնակցել էր կորպորացիայի կառավարմանը։ Այո, նա չափազանց շատ բաներ գիտեր։ Եվ այո, նրա լռությունը շահավետ էր շատերի համար։ Բայց հատկապես անհանգստացնող էր, որ հոդվածներից մեկի լուսանկարում նա ճանաչեց դեմք։ Դա հել այն մարդն էր, որ կանգնած էր իր շեմին։ Երկուսից մեկը, որ իբրև փնտրում էին ճամփորդին, խնդրելով թույլտվություն ներս մտնելու։ Նա կանգնած էր Վահեի կողքին։ Ձեռքսեղմումներ, ժպիտներ, մրցանակաբաշխության երեկո, անցած տարվա հոկտեմբեր։ Նա հենվեց աթոռի մեջքին, եւ գլխում բոլոր մասերը միացուլվեցին, այլևս կասկած չկար։ Այդ մարդիկ եկել էին ոչ թե փնտրելու, այլ ոչնչացնելու, կամ համոզվելու, որ նա այլևս սպառնալիք չէ։ Այցեքարտ առանց պաշտոնի, հաշվարկված ձևակերպումներ, սառը հայացքներ։ Նրանք գիտեին ուր են եկել եւ գիտեին ում են փնտրում։ Մարիամը արեց եւս մեկ որոնում, լրագրողի անունը, որ Վահեն հիշատակել էր։ Սերգեյին, հին, ստուգված, ըստ նրա խոսքերի։ Նա գտավ անկախ գործակալության կայքը, որ վարում էր այդ լրագրողը, եւ գրեցե անմիջապես կոնտակտ, հեռախոս, փոստ, խմբագրության հասցե։ Ոչ մի երաշխիք, բայց գոնե ուղղություն։ Նա գրեց ամեն ինչ նոթատետրում, անջատեց համակարգիչը եւ դուրս եկավ։ Արդեն երեկո էր, եւ փողոցները լցվում էին լույսերով, մեքենաներով, ձայներով։ Նա իրեն զգում էր անհարմար, օտար, շփոթված, բայց այլևս ոչ անօգնական։ Հիմա նրա մոտ կար գիտելիք, իսկ գիտելիքը առաջին քայլն է գործողությանը։ Վերադարձի ճանապարհին նա մտավ սուպերմարկետ եւ գնեց նոր համար։ Եվ եթե իր մոտ գոնե փոքր հնարավորություն կար օգնել Վահեին փրկել իր ընտանիքը եւ բացահայտել նրանց, ովքեր կանգնած են այս ամենի հետևում, պետք էր գործել հենց հիմա։ Մեկ ժամ անց նա կանգնած էր հուշարձանի մոտ, վերարկուի տակ Վահեի թողած գրառումների պատճենը, ոչ թե բնօրինակները, դրանք նա թաքցրել էր այլ տաղում։ Բայց բավական էր, որ հետաքրքրություն առաջացնի։ Նրան մոտեցավ տարիքով տղամարդ, ջերմակած քունքերով, վերարկույով եւ թղթապանակը թևի տակ։ Դուք Մարիամն եք։ Նա գլխով արեց։ Նա կենթանի է։ 3 օրան էջ, այո, հիմա չգիտեմ։ Ինչ ունեք դուք։ Նյութեր, բայց ոչ հրապարակման համար։ Առայժմ ուզում եմ, որ դուք նայեք եւ պատասխանեք։ Պատրաստ եք այս ամենի հետ աշխատել առանց քաղաքական խաղի, առանց կոմպրոմիսի։ Ցույց տվեք։ Նա մեկնեց ծրարը։ Նա բացեց, թերթեց մի քանի վայրկյան եւ նրա դեմքը փոխվեց։ Աչքերը դարձան ավելի ուշադիր, շարժումները դանդաղ։ Սա իրական է, այո, եւ սա միայն մաս է։ Որտեղ է նա։ Ես չգիտեմ։ Նա գնաց, բայց թողեց մեզ հնարավորություն ամեն ինչ ուղղելու։ Այդ դեպքում ես կանեմ իմ մասը։ Նա ծրարը դրեց թղթապանակի մեջ, նայեց նրա աչքերին եւ ասաց. Ես խոստանում եմ, ամեն ինչ կհրապարակվի կլինի իրական, առանց կրճատումների, առանց պայմանավորվածությունների, միայն ճշմարտություն։ Մարիամը գլխով արեց, նրանք բաժանվեցին։ Ավտոբուսում վերադարձի ճանապարհին նա առաջին անգամ մի քանի օրում թույլ տվեց իրեն փակել աչքերը, միայն վայրկյանով, բայց այդ վայրկյանում կար հույս, որովհետև հիմա նա արել էր իր ընտրությունը, եւ հետդարձ այլևս չկար։ Մարիամը չգիտեր որքան ժամանակ էր անցել լրագրողի հետ հանդիպումից։ Ժամանակը հոսում էր այլ կերպ, կարծես ճնջելով սահմանները օրերի միջև։ Օրերը միաձուլվում էին առօրյայի մեջ, տնային գործեր, բաղնիքի խնամք, տանը ջերմության պահպանում։ Բայց ամեն ինչ արդեն այլ ֆոնում էր։ Այժմ նրա յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր միտք ենթարկվում էին մեկ բանին՝ սպասել եւ պատրաստ լինել։ Լրագրողը պահեց խոստումը։ 3 օր անց ինտերնետում հայտնվեցին առաջին հրապարակումները, որտեղ առանց աղմկոտ վերնագրերի, բայց փաստաթղթային հստակությամբ նկարագրվում էին կոռուպցիոն սխեմաներ, բյուջետային մեքենայություններ, կեղծ պայմանագրեր եւ ճնշումներ անկախ աշխատողների վրա։ Հոդվածները ուղեկցվում էին նույն ֆայլերի պատճեններով, որոնք Վահեն թողել էր Մարիամին։ Ստորագրությունները զգուշավոր էին, ձևակերպումները ճշգրիտ, բայց տողերի միջև կարդացվում էր էությունը։ Սա բացահայտում էր, եւ սա միայն սկիզբն էր։ Այս նորությունը հասավ նույնիսկ հեռավոր գյուղ։ Տատիկները նստարաններին, խանութի վաճառողուհիները եւ հազվագյուտ անցորդները բոլորը խոսում էին սկանդալի մասին։ Ոմանք կարծում էին, որ սա քաղաքական խաղ է, ոմանք վրեժ, իսկ ոմանք վերջ որոշ մեծ մարդկանց համար։ Բայց ոչ ոք չգիտեր, թե ով էր աղբյուրը։ Ոչ ոք, բացի նրանից։ Եվ Մարիամը չէր կիսում այդ գիտելիքը։ Վահեն չէր հայտնվում, եւ ամեն օր նրա բացակայությունը խաթարում էր նրա վստահությունը։ Նա իրան բանում էր այն մտքի վրա, որ օրական մի քանի անգամ դուրս էր գալիս ճանապարհի մոտ, իբր պատահաբար, որ գիշերը չէր քնում, այլ լսում էր լռությունը, կարծես այն կարելի էր բացել ձեռքերով եւ գտնել այնտեղ պատասխան։ Անահիտը ոչինչ չէր ասում, բայց զգում էր, նա նույնպես սպասում էր։ Չէր հարցնում ուղիղ,
բայց իր նկարները թողնում էր սեղանին, այն որտեղ պատկերված էր Վահեն իրենց հետ, որտեղ նա կանգնած էր ձյան մեջ, կողքին ձի, խրճիթ եւ արև, հեքիաթային, հորինված, բայց ճանաչելի պատկեր։ 6-րդ օրը հրապարակումներից հետո սկսվեց իսկական բուք։ Ձյունը գալիս էր անընդհատ, ծածկելով ամեն ինչ շուրջը, անտառն ու ճանապարհը վերածելով սպիտակ կպչուն զանգվածի։ Քամին ոռնում էր այնպես, որ թվում էր տունը կանգնած է բևեռային անապատի մեջտեղում։ Մարիամը վառարանում փայտ էր գցում ավելի հաճախ, ստուգում էր պատուհանները, ամրացնում փեղկերը։ Եվ մի պահ արդեն ուշ երեկոյան նա լսեց ձայն։ Այն անորոշ էր, սկզբում խուլ թակոց, հետո ձյան ճռճռոց ծանր քայլերից։ Նա վերցրեց հրացանը, մոտեցավ դրանը, լսեց եւ միայն հետո բացեց։ Շեմին կանգնած էր Վահեն։ Նա հազիվ ճանաչելի էր։ Դեմքը մաշված, այտերը խորշոմած, շուրթերը ճակած սառնամանիքից, վերարկուն կեղտոտ պատրված, ճակատին թարմ քերծվածք, ձախ աչքի տակ կապտուկ, բայց նա կանգնած էր կենթանի եւ նայում էր ուղիղ նրա աչքերին։ Ես խոստացել էի վերադառնալ։ Մարիամը ոչինչ չասաց, պարզապես մի կողմ քաշվեց։ Նա ներս մտավ, հանեց կոշիկները, ծանր նստեց վառարանի մոտ նստարանին։ Նա փակեց դուռը, փականները, վերադարձավ եւ մեկնեց նրան ջրի բաժակ։ Նա վերցրեց այն դողացող ձեռքերով եւ միայն հետո խոսեց։ Ես հասցրեցի, նրանք գրեթե հասան ինձ, բայց ես հեռացա, մինչև սկսեցին ստուգել մուտքերը։ Իմ մոտ կա եւս մի բան, այն ինչ չհասցրեցի փոխանցել։ Նա հանեց վերարկուի ներքին գրպանից փոքր սև ֆլեշ, մեկնեց Մարիամին։ Այստեղ է մնացածը։ Նրանք կարծում էին, որ իմ մոտ միայն թղթային պատճեններ են, բայց ես պահել եմ կրկնօրինակ, տեսաձայնագրություններ, անուններ, գումարներ։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դա տուր նույն լրագրողին։ Միայն ոչ անմիջապես։ Սպասիր 3 օր։ Եթե ես կապի դուրս չգամ, գործիր։ Դու նորից չես անհետանա, ասաց նա։ Հնարավոր է ոչ, բայց ես պետք է հանդիպեմ մեկ մարդու։ Եթե նա համաձայնվի, մենք կկարողանանք ամեն ինչ փոխանցել վերև։ Սա վերջին քայլն է։ Նա լռեց։ Անահիտը լսելով քայլերը դուրս եկավ իր սենյակից եւ կանգնեց դրան մոտ։ Տեսնելով Վահեին, նա վազեց դեպի նրան։ Նա գրկեց նրան, փակելով աչքերը։ Դու վերադարձար, քոչեց նա։ Մենք սպասում էինք։ Ես էլ էի սպասում այս պահին։ Նա նստած էր վառարանի մոտ, բռնած աղջկա ձեռքը, եւ նրա դեմքին արտահայտություն կար, որ Մարիամը նախկինում չէր տեսել։ Ոչ միայն շնորհակալություն, ոչ միայն թեթևացում, այլ ավելի խոր, գիտակցում, որ այս օրերին նա կորցրել էր ավելին, քան ունեցվածք, եւ գտել ավելին, քան սպասում էր։ Ավելի ուշ, երբ Անահիտը քնեց, Մարիամը նորից մոտեցավ նրան։ Դու վստահ ես, որ հիմա անվտանգ կլինի։ Ոչ, ես գիտեմ, որ ամեն ինչ կարող է այլ կերպ գնալ, բայց եթե հիմա քայլ չանենք, ամեն ինչ զուր կլինի։ Իսկ որքան ժամանակ ունես։ 48 ժամ։ Ես պետք է հանդիպեմ մեկին քննչական կոմիտեից։ Նա դեռ կասկածի տակ չէ, բայց եթե ուշանանք, նրան էլ կհեռացնեն։ Դրանից հետո ամեն ինչ կավարտվի, կամ նոր միայն կսկսվի։ Նա վերցրեց ֆլեշը, նայեց նրան։ Սովորական, ինչպես հարյուրավոր ուրիշները, բայց դրա մեջ ամբողջ ճշմարտությունն էր, որից նա փախչում էր։ Ճշմարտություն, որը հիմա դարձել էր նրա կյանքի մաս։ Այդ դեպքում դու կմնաս այստեղ մինչև առավոտ, հետո որոշիր, բայց եթե չվերադառնամ, դու գիտես ինչ անել։ Նա գլխով արեց, եւ այդ գիշեր նրանք այլևս ոչ մի բառ չխոսեցին։ Նա նստած էր պատուհանի մոտ, ինչպես միշտ։ Նա վառարանի մոտ, փաթաթված վերմակով։ Նրանց միջև այլևս անորոշություն չկար, միայն ժամանակ եւ որոշում, որ պետք էր ընդունել։ Հաջորդ առավոտ Վահեն գնաց լուսաբացին։ Մարիամը արթնացավ դրան մեղմ ճռճռոցից եւ դուրս գալով Շեմին տեսավ, թե ինչպես նրա ուրվագիծը կորչում է անտառի մարախուղում, ձյան մեջ խրված։ Նա ոչ մի բառ չասաց հրաժեշտին, միայն գլխով արեց։ Մարիամը չկանգնեցրեց։ Նա գիտեր, թե ինչ անել, եւ ինքը նույնպես։ Պլանը պարզ էր։ Եթե նա չվերադառնա 2 օրում, նա փոխանցում է ֆլեշը լրագրողին։ Ամենահուսալի ճանապարհը, այլևս ոչ ոքի չվստահել, բացի նախապես ընտրված մարդուց։ Տանը դարձավ հատկապես լուր։ Նույնիսկ Անահիտը, սովորաբար խոսուն եւ աշխույժ, այդ օրը գրեթե չխոսեց։ Նա նկարում էր պատուհանի մոտ, նայելով անտառին։ Երբեմն մոտենում էր մորը, հարցնում, թե երբ Վահեն կվերադառնա, եւ ամեն անգամ ստանում էր նույն պատասխանը։ Շուտով, մենք պարզապես սպասում ենք։ Բայց ներսում Մարիամի մոտ վստահություն չկար։ Չափազանց շատ անգամներ կյանքում նա տեսել էր, թե ինչպես շուտով վերածվում է երբեք, եւ յուրաքանչյուր ժամ սպասումը ձգվում էր, ինչպես առանձին օր։ Նա փորձում էր զբաղվել գործերով, հավաքում էր, կարգի բերում պահեստը, շտկում ամբարի տանգապատը, բայց յուրաքանչյուր միտք վերադառնում էր նրան։ Գնացել էր այնտեղ, ուր խոստացել էր, հասել էր, թե ինչպես արդեն եղել էր, անհետացել էր,
որովհետև ստիպված էր, ոչ թե որովհետև ուզում էր։ Անցավ 1 օր։ Այդ ընթացքում նորություններում հայտնվեցին ևս մի քանի հրապարակումներ։ Այժմ արդեն դաշնային թերթերը սկսեցին զգուշորեն մեկնաբանել անկախ մամուլում բացահայտված տեղեկությունը։ Քննչական կոմիտեն իբր սկսել էր ստուգում։ Մի քանի մարդ ժամանակավորապես հեռացվել էր պաշտոններից, բայց ոչ մի աղմկոտ ձերբակալություն, ոչ մի պաշտոնական հայտարարություն։ Ամբողջ համակարգը, որի դեմ դուրս էր եկել Վահեն, ձևացնում էր, թե ոչինչ չի կատարվում։ Դա նշանակում էր միայն մեկ բան՝ նրանք փնտրում են։ Դեռ փորձում են ջնջել հետքերը, եւ եթե նա նրանց ձեռքը ընկնի, երկրորդ փախուստի հնարավորություն այլևս չի լինի։ Երկրորդ օրվա կեսին Մարիամը համակեց իրերը, ֆլեշը դրեց մետաղական տուփի մեջ, փաթաթեց մի քանի շերտ կտորով, թաքցրեց հին թիթեղյա բանկայի կրկնակի հատակի տակ, որը դրեց հացահատիկի արկղում։ Այնտեղ ոչ ոք չէր փնտրի։ Երեկոյան Անահիտը հարցրեց. «Մամ, մենք կգնանք նրա հետևից»։ Մարիամը նայեց նրան, հետո նստեց կողքին։ «Մենք կսպասենք մինչև վաղը։ Եթե նա չհայտնվի, ես պետք է գնամ միայնակ։ Սա կարևոր է։ Իսկ դու կմնաս մորաքույր Մարինայի հետ։ Հիշում ես ինչպես պայմանավորվել էինք»։ Աղջիկը գլխով արեց, բայց նրա աչքերում արցունքներ փայլեցին։ Նա խոստացել էր վերադառնալ։ Նա միշտ անում է այն, ինչ խոստանում է։ «Ես չեմ ուզում, որ դու գնաս միայնակ։ Ես պետք է նրա համար, մեր համար»։ Գիշերը Մարիամը չքնեց։ Նա նստած էր մութ սենյակում, սեղմած կրծքին բանկան ֆեշով։ Կարծես դա փրկության բանալին էր, եւ երթում, եւ դատավճիռ միաժամանակ։ Ներսում պայքարում էին երկու ուժ։ Մեկը գոռում էր, որ պետք է անմիջապես ամեն ինչ փոխանցել լրագրողին, չսպասել, չվտանգել։ Մյուսը, որ պետք է հավատալ գոնե մինչև լուսաբաց, գոնե եւս մի քանի ժամ։ Նա որոշեց. եթե մինչև առավոտյան 7 չլինի ոչ զանգ, ոչ ազդանշան, նա կգնա։ Կթողնի Անահիտին Մարինայի մոտ, կփոխանցի նյութերը եւ կվերանա։ Գուցե ընդմիշտ։ Առավոտյան 6-ին նա դուրս եկավ բակ։ Ձյունը ճռճռում էր ոտքերի տակ, օդը թափանցիկ էր ու սուր։ Անտառում լուր էր։ Նա կանգնած էր, լսում, հույսով եւ վախով։ Վայրկյանները անցնում էին, լռությունը չէր խախտվում։ Ոչ քայլերի, ոչ շարժիչի ձայն, ոչ ձայն։ Նա վերադարձավ տուն, հագավ վերարկուն, հավաքեց ուսապարկը, ֆլեշը դրեց ավելի մոտ մարմնին։ Անահիտը մորաքույր Մարինայի մոտ էր։ 7:15-ին նա փակեց դուռը, վերջին հայացքը գցեց դեպի տուն եւ քայլեց շեմից դուրս։ Երբ մոտեցավ թանապարին, անկյունից դուրս եկավ մեքենա, մուգ, աննկատելի։ Նա քարացավ, սիրտը սկսեց արագ բաբախել։ Գլխում միայն մեկ հարց էր՝ իրենք, թե ոչ։ Մեքենան կանգնեց, դրանից դուրս եկավ երիտասարդ տղամարդ վերարկուով, գլխարկով։ Մոտեցավ. «Դուք Մարիամն եք»։ «Այո»։ Ինձ խնդրեցին փոխանցել։ Նա կենդանի է, չի վիրավորվել։ Կապի դուրս եկավ 3 ժամ առաջ, ասաց, որ դեռ չի կարող վերադառնալ, բայց դուք պետք է իմանաք։ Նա հաջողեց։ Ովքեր եք դուք նրա հետ։ Մենք երկուսով ենք։ Մենք ուղեկցում էինք նրան այն պահից, երբ նա թողեց խրճիթը։ Ամեն ինչ անցավ ըստ պլանի։ Հիմա նա վտանգից դուրս է, բայց խնդրեց փոխանցել։ Եթե դուք պատրաստ եք, փոխանցեք ամեն ինչ։ Մարիամը նայում էր նրան լուր, փորձում էր հասկանալ, սա ճշմարտություն է, թե նոր ծուղակ։ Բայց ձայնում ճնշում չկար, միայն հոգնածություն եւ զսպվածություն։ Նա մեկնեց ձեռքը ոչ թե ֆլեշի, այլ նամակի համար։ Նա ասաց. «Եթե դուք համաձայն եք, նա կսպասի ձեր պատասխանին»։ Նամակում կար մեկ պարբերություն՝ Վահեի ձեռագիր։ «Եթե դու կարդում ես սա, նշանակում է մենք մի փոքր ժամանակ շահեցինք։ Ես արեցի այն, ինչ պետք էր։ Այժմ ամեն ինչ կախված է քեզանից։ Ես չեմ խնդրում ներողություն եւ չեմ խնդրում մոռանալ, բայց եթե պատրաստ ես շարունակել, մենք կկարողանանք ավարտել սկսածը։ Դու գիտես, թե որտեղ գտնել ինձ»։ Նա կանգնած էր նամակը ձեռքին եւ հանկարծ հասկացավ, ընտրությունը, որից նա վախենում էր, հիմա այլևս գործողություն եւ անգործողության միջև չէր, այլ անցյալի եւ ապագայի։ Անցյալը, կյանքը մինչև Վահեն, մինչև այդ գիշերները, մինչև վարարանի մոտ խոսակցությունները։ Ապագան, ճանապարհ, որտեղ այլևս տեղ չկար միամտության համար, բայց կար հնարավորություն փոխելու թեկուզ ինչ-որ բան։ Նա տվեց տղամարդուն ֆլեշը։ «Փոխանցեք, որ ես համաձայն եմ»։ Նա գլխով արեց, նստեց մեքենան եւ հեռացավ։ Իսկ Մարիամը վերադարձավ տուն եւ առաջին անգամ շատ օրերից թույլ տվեց փակել աչքերը։ Ոչ թե անհանգստությամբ, այլ այն զգացումով, որ հիմա դեռ վերջը չէ։ Դա պարզապես ճանապարհի մի մաս է։ Անցավ ավելի քան 1 շաբաթ այն պահից, երբ Մարիամը փոխանցեց ֆլեշը Վահեի մարդուն։ Այդ օրերը դարձան այլ բան։ Ոչ սպասումով, ոչ էլ վերականգնումամբ։ Ամենօրյա կյանքը վերադարձել էր, բայց նրա մակերեսի տակ շարունակում էր թրթրալ նուրբ անհանգստության թել, թույլ չտալով ամբողջովին հանգստանալ։ Մարիամը կրկին առավոտյան վարարանում կրակ էր վառում, խնամում տնտեսությունը, եփում ապուր եւ գիշերը ստուգում փականները։
բայց հիմա նրա յուրաքանչյուր շարժումը կարծես 2 անգամ ավելի մտածված էր։ Նույնիսկ տան լռությունը հնչում էր այլ կերպ, որպես տարածություն, որտեղ բառեր այլևս չէին պահանջվում։ Անահիտը վերադարձել էր իր սովորական գործերին, բայց ավելի ուշադիր էր լսում ռադիոն, երկար նայում հեռախոսին, երբ այն դրված էր սեղանին, եւ ամեն երեկո խնդրում էր թույլ տալ դնել պատուհանագոգին իր փայտե ձիու արձանիկը, հենց այն, որ Վահեն թողել էր, երբ անհետացավ։ Նա ասում էր, որ այդպես նա կգտնի ճանապարհը։ Մարիամը չէր առարկում։ Նորությունները շարունակում էին փոխվել, հայտնվում էին տեղեկություններ գործերի հարուցման, ներքին քննությունների սկսման, բարձր պաշտոնյաների եւ գործարարների միջև շահերի բախումների մասին։ Բաց տեքստով Վահեի անունը ոչ ոք չէր ասում, բայց ով հետևում էր, հասկանում էր, սա նրա գործն է։ Նա այնուամենայնիվ ճեղքեց, ապացուցեց, եւ հիմա սկսվել էր գործընթաց։ Բարդ, երկար, կեղտոտ, բայց անշրջելի։ Տվյալների փոխանցումից 12-րդ օրը տեղի ունեցավ այն, ինչին Մարիամը այլևս պատրաստ չէր։ Առանց նախազգուշացման, առանց զանգի, առանց նամակի, առանց երազում հնչած ձայնի։ Նա պարզապես հայտնվեց։ Նա բացեց դուռը ձայնից, ոչ բարձր, բայց ճշգրիտ։ Ձյան վրա քայլերի ձայն, որ նա չէր լսել այն պահից, երբ նա գնացել էր։ Վահեն կանգնած էր նույն տեղում, ինչ առաջին անգամ։ Միայն հիմա այլ։ Մազերը կարճ կտրած, հագուստը նոր, դեմքը մաքուր։ Հոգնած, բայց հավաքված։ Նա կանգնած էր ուղիղ, հանգիստ, եւ նրա հետ կային եւս 2 տղամարդ։ Ոչ պահակներ, ոչ համազգեստով, առանց ցուցադրական զենքի։ Բայց զգացվում էր, որ նրանք պարզապես ուղեկցողներ չէին։ Մարիամը ոչ մի բառ չասաց։ Նա քայլեց մոտ։ Թույլ կտաս ներս մտնել։ Նա մի կողմ քաշվեց։ Նա ներս մտավ։ Տղամարդիկ մնացին դրսում։ Վահեն հանեց վերարկուն, նստեց նստարանի եզրին, ձեռքով անցկացրեց մազերի միջով։ Ամեն ինչ ստացվեց, ավելի քան մենք սպասում էինք։ Բարձրացան մարդիկ, որոնցից վախենում էին անգամ հիշատակել։ Բացվեցին կապեր, փաստաթղթեր, ձայնագրություններ։ Հիմա նրանք չեն կարող լռել։ Վտանգը մնում է, բայց հիմա մենք միայնակ չենք։ Ինչու եկար։ Նա նայեց ուղիղ աչքերին, որովհետև այստեղ ամեն ինչ սկսվեց, որովհետև սա միակ տեղն է, որտեղ ես չեմ ձևացրել, որտեղ ես ասել եմ ճշմարտությունը, որտեղ ես հասկացա, թե ինչ է նշանակում լինել անհրաժեշտ ոչ թե ազգանվան պատճառով, այլ պարզապես։ Դու եկար հրաժեշտ տալու։ Ոչ, ես եկա հարցնելու, կարող եմ մնալ։ Նա նստեց կողքին առանց շտապելու, կարծես ուզում էր զգալ յուրաքանչյուր սանտիմետր նրանց միջև։ Դու գիտես, որ հիմա մենք հսկողության տակ ենք։ Գիտեմ, բայց սա բանտ չէ, սա պաշտպանություն է։ Մարդիկ, որոնց հետ ես հիմա աշխատում եմ, հասկանում են, որ ամեն ինչ դեռ կարող է սխալ գնալ։ Այդ պատճառով ես չեմ կարող այստեղ մնալ ընդմիշտ։ Բայց ես կարող եմ լինել մոտ։ Կարող եմ լինել ձեր կյանքի մասը, եթե դու թույլ տաս։ Սա քո ընտրությունն է, սա իմ պարտքն է, բայց նաև իմ ցանկությունը։ Սենյակ նայեց Անահիտը։ Տեսնելով Վահեին, նա չգոռաց եւ չվազեց, պարզապես մոտեցավ, կանգնեց դիմացը, նայելով ուղիղ աչքերին։ Վահեն դանդաղ վեր կացավ, ծնկի իջավ։ Ես վերադարձա, ինչպես խոստացել էի։ Ես կգամ մշտապես, այնքան հաճախ, որքան կարող եմ, բայց այլևս չեմ անհետանա, խոստանում եմ։ Նա նայեց մորը։ Նա կարող է մնալ։ Մարիամը գլխով արեց։ Վահեն գրկեց աղջիկան։ Նրա ձեռքերը ամուր փաթաթվեցին նրա պարանոցին։ Ընթրիքից հետո նրանք նստած էին վառարանի մոտ։ Քիչ էին խոսում նորությունների, պլանների մասին, այն մասին, թե ինչպես ամեն ինչ փոխվեց։ Վահեն պատմեց, որ իրեն առաջարկել են պաշտոնական պաշտպանություն եւ փակ քննչական խմբում աշխատելու հնարավորություն։ Նա կարող էր հրաժարվել, բայց որոշեց մասնակցել, որպեսզի ամեն ինչ հասնի ավարտին, որպեսզի պատմությունը չավարտվի դատարկ վերնագրերով։ Բայց ես քեզ մոտ կթողնեմ ամեն ինչի պատճենները, ասաց նա։ Եթե ինչ-որ բան պատահի, դու գիտես ինչ անել։ Ես արդեն գիտեի եւ այն ժամանակ եւ հիմա։ Երբ մտնեց, նա դուրս եկավ բակ, շրջեց, նայեց ամբարը, մտավ մեծ սրահ։ Լուր, կարծես ստուգում էր ամեն ինչ տեղում է։ Մարիամը կանգնած էր շեմին, հետևում նրան։ Նրա շարժումներում այլևս խուճապ չկար, միայն ճշգրտություն, պատասխանատվություն, գիտակցություն։ Ես մտածում էի, որ ինձ կորցրել եմ, ասաց նա, երբ վերադարձավ։ Իսկ գտա այստեղ, այս լռության մեջ, փայտերի, այցերի եւ նկարների մեջ։ Սա լռություն չէ, Վահե, սա պարզապես ճշմարտություն է, առանց դեկորացիաների։ Ճիշտ է, ես ուզում եմ, որ իմ կյանքն էլ հիմա այդպիսին լինի։ Այդ դեպքում ավելորդ բան մի խոստացիր, պարզապես եղիր։ Նա գլխով արեց. Ես կլինեմ։ Այդ գիշեր նա մնաց տանը, այս անգամ ոչ դիվանի վրա, այլ իր սենյակում, հին, բայց ամուր մահճակալին, որ Մարիամը ազատել էր, կարծես գիտեր, որ այս պահը կգա։ Անահիտը քնեց կողքին, չթողնելով նրա ձեռքը, եւ տունը դարձավ այլ, ոչ նոր, բայց ավելի լի։
Գարունը եկավ, ոչ այն, որ անմիջապես աչքի է զառնում, այլ այն, որ գալիս է կաթիլներով առավոտյան, խոնավ հողի հոտով, ձյան փափկությամբ։ Անտառը դեռ լուր էր, բայց նրա լռության մեջ սկսում էր հայտնվել կյանք։ Ջնջղուկները խրճիթի տանիքի տակ ավելի բարձր էին երգում, արևը ավելի շուտ էր մտնում պատուհաններից, եւ օդը անցնելով ճեղքերով այլևս չէր բերում սառնամանիքի սպառնալիք, այլ խոստանում էր փոփոխություն։ Վահեն հաճախ էր գալիս, ոչ ամեն օր, ոչ ըստ գրաֆիկի, բայց կայուն։ Նա երբեք երկար չէր մնում, բայց այլևս չէր անհետանում։ Նրա ներկայությունը դարձել էր նրանց կենցաղի մաս։ Ինչպես վառարանի փայտերի ճռճռոցը, ինչպես այցի ձայնը լուսաբացին, ինչպես Անահիտի ծիծաղը բակում, նա բերում էր սնունդ, դեղեր, գրքեր։ Բայց մթնոլորտը դարձել էր այլ։ Իրերը դադարել էին լինել միայն գործնական։ Տարածությունը, որտեղ նախկինում ամեն ինչ ենթարկվում էր գոյատևմանը, հիմա դարձել էր վայր, որտեղ կարելի էր պարզապես ապրել։ Անահիտը փոխվել էր հատկապես նկատելի։ Նա դարձել էր ավելի վստահ, հանգիստ։ Ոչ այնքան Վահեի պատճառով, որքան այն պատճառով, որ առաջին անգամ կյանքում զգաց։ Նրանք ունեն հենարան, ոչ ամենակարող, ոչ կատարյալ, բայց իրական։ Նրա մեջ այլևս չկար այն լարված զգուշավորությունը, որով միայնակ մայրերի երեխաները նայում են աշխարհին։ Այժմ նա կարող էր իրեն թույլ տալ պարզապես լինել երեխա։ Նա հարցեր էր տալիս, վիճում, նկարում ամբարի պատերին, տուն բերում գործեր եւ պահանջում, որ Վահեն իրեն ծառի վրա տնակ կառուցի։ Նրանք տեղի ունեցածը ընտանիք չէին անվանում, ոչ ոք բարձր բառեր չէր օգտագործում, բայց ամեն օր անցկացված միասին ասում էր նրանց փոխարեն ավելին, քան ցանկացած սահմանում։ Վահենը դարձել էր խրճիթի մաս։ Նա գիտեր, թե որտեղ է դրված յուրաքանչյուր բան, ինչպես ճիշտ վառարան վառել, որ արահետներն են տանում դեպի ջրհոր, իսկ որոնք դեպի հին կամուրջ։ Նա սովորել էր կթել այծերին, փայտ կտրել, հավաբուն մաքրել։ Երբեմն անճաշակությամբ, երբեմն դժբոհությամբ, բայց հաստատակամությամբ, որին ցուցադրություն պետք չէր։ Երբեմն երեկոյան, երբ Անահիտը արդեն քնած էր, նա եւ Մարիամը նստում էին պատուհանի մոտ առանց խոսքերի, պարզապես նայում էին մութ անտառին եւ շնչում նույն օդը։ Նա դնում էր ձեռքը պատուհանագոգին, նա կողքին, առանց դիպչելու, առանց պահանջելու, մոտիկություն առանց բառերի։ Գառնանը Մարիամը առաջին անգամ թույլ տվեց իրեն գնալ քաղաք, ոչ թե անհրաժեշտության, այլ պարզապես։ Նրանք գնացին միասին։ Վահեն ղեկին, Անահիտը հետևի նստարանին, նա կողքին։ Լսում էին ռադիո, վիճում երաժշտության մասին, խմում թեյի թերմոսից ճանապարհի եզրին։ Շատերի համար սովորական ուղևորություն, նրանց համար ամբողջ քայլ դեպի նոր կյանք։ Քաղաքում նրանց ոչ ոք չճանաչեց։ Վահեն փոխվել էր, դարձել այլ։ Ոչ միայն արտաքինով, ներքինով նույնպես։ Նրան չէին ճանաչի նույնիսկ նրանք, ովքեր տեսել էին նրան հեռուստացույցով։ Նա այլևս չէր եղել վերնագերերի մարդ, նա դարձել էր իրական։ Ճանապարհից տուն նրանք վերադարձան հոգնած, բայց գոհ։ Անահիտը քնեց մեքենայում։ Վահեն նրան ձեռքին տարավ տուն, իսկ Մարիամը հետևում էր պայուսակներով։ Նա նայում էր նրանց ուրվագծերին եւ զգում էր, որ առաջին անգամ շատ տարիներից չկա այն զգացումը, որ ինչ-որ մեկը հետևում է իրեն, որ յուրաքանչյուր ձայն կարող է լինել դժբախտության սկիզբ։ Մի անգամ նստած շեմին Վահեն ասաց. «Գիտես, ես մտածում էի, որ ինձ համար դժվար կլինի ապրել առանց այս ամենի, առանց գրասենյակների, առանց զանգերի, առանց կոստյումներով մարդկանց, առանց հավերժ բանակցությունների։ Իսկ հիմա ես չեմ հասկանում, թե ինչպես էի ընդհանրապես ապրում այդ աշխարհում։ Այստեղ ամեն ինչ պարզ է։ Սառը վառիր, սոված պատրաստիր, պետք է ապրել, ապրիր։ Իսկ ապրելը հեշտ է։ Ոչ, բայց այստեղ առնվազն գիտես ինչի համար ես պայքարում»։ Նրանք ապագայի մասին ճշգրիտ բառերով չէին խոսում, պլաններ չէին կազմում, վերջակետեր չէին դնում։ Ամեն ինչ տեղի էր ունենում ինչպես կա, օր-օրի, առանց երաշխիքի, բայց մտադրությամբ։ Նա չէր խնդրում Մարիամին տեղափոխվել, նա չէր առաջարկում իրեն մնալ ընդմիշտ, դա դեռ վաղ էր։ Բայց նրանք գիտեին, որ հիմա ունեն վայր, ուր կարելի է վերադառնալ, որտեղ իրենց հիշում են, սպասում եւ ավելորդ հարցեր չեն տալիս, որտեղ կարելի է թաքնվել ոչ միայն հետապնդումից, այլև սեփական վախերից։ Մի երեկո, երբ քամին տաք էր եւ օդում արդեն թարմ խոտի հոտ էր, Վահեն նստած էր Անահիտի հետ ամբարի մոտ։ Նա խնդրում էր պատմել Երևանի մասին, թե ինչպես էր ապրում, ում հետ էր ընկերություն անում, ինչու շունչ ուներ։ Նա պատասխանում էր ազնվորեն, պարզապես առանց հերոսության։ Եվ հանկարծ նա ասաց. «Իսկ ես ուրախ եմ, որ դու այն ժամանակ թաքեցիր դուռը»։
Ես էլ։ Մարիամը լսելով դա պատուհանից շպտաց. Ոչ թե որովհետև դա գեղեցիկ էր, այլ որովհետև դա իրական էր։ Խրճիթը, որը տարիներ շարունակ պարզապես գոյատևման վայր էր, դարձել էր տուն։ Ոչ թե այն պատճառով, որ այնտեղ նոր մարդիկ հայտնվեցին, այլ որովհետև այնտեղ հաստատվեց զգացում, որ վաղուց չկար, անվտանգություն, ոչ բացարձակ, բայց սեփական, նման, որը գալիս է ոչ դրսից, այլ ծնվում է ներսում։ Այժմ նրանք կարող էին խոսել ապագայի մասին, զգուշորեն առանց բարձր բառերի, բայց կարող էին։ Իսկ դա նշանակում էր ամեն ինչ իսկապես փոխվել էր։